Թվում էր, թե սովորական մի երեկո է, երբ մի հղի կին բացահայտում է իր ամուսնու մասին մութ գաղտնիքներ, որոնք ընդմիշտ փոխելու են իր կյանքը։ Ստուգելով ամուսնու համակարգիչը, նա գտնում է դավաճանության հանցագործության ապացույցներ, որոնք խարխլում են իրենց հարաբերությունների հիմքերը։ Այն, ինչ թվում էր, թե պարզ զրույց է լինելու, արագ վերածվում է բռնության, նրան թողնելով մահվան շեմին։ Լքված ու վիրավոր, նրա ընտանիքը պայքարելու է արդարության հասնելու համար, մինչ նա սկսում է ապաքինման երկար ճանապարհը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին գրեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Մարտյան տաք քամին ներս էր խուժում Երանի կենտրոնում գտնվող բնակարանի պատուհանից, իր հետ բերելով պողոտայի երթեկության հեռավոր ձայնը։ Անահիտ Սարգսյանը նստած էր հյուրասենյակի բազմոցին, մի ձեռքը դրած 7 ամսական փորին, զգալով ներսում մեծացող երեխայի մեղմ շարժումները։ Երեքշաբթի էր, այնպիսի մի օր, երբ թվում էր, թե ժամանակը դանդաղ է սողում, նա որոշել էր օգտվել առիթից ու կարգի բերել որոշ փաստաթղթեր, որոնք պետք է ուղարկեր իր մանկաբարձ գինեկոլոգին։ Նրա շագանակագույն մազերն ազատ ընկած էին ուսերին, իսկ վրան բաց կապույտ բամբակե թեթ զգեստ էր, որն ընդգծում էր հղիության կորությունները։ 32 տարեկանում Անահիտը կառուցել էր մի կյանք, որը ցանկացածի աչքին կատարյալ գթվար։ 5 տարի ամուսնացած լինելով Արման Վարդանյանի ներմուծման արտահանման ոլորտի հաջողակ գործարարի հետ, նա թողել էր ճարտարապետի իր կարիերան, նվիրվելու ամուսնությանը, այժմ սպասվող մայրությանը։ Բնակարանը, որտեղ նրանք ապրում էին, Արմանի հաջողության արտացոլումն էր։ Իտալական դիզայնով կահույք, պատերին ժամանակակից արվեստի գործեր, Արարատ լեռան հիասքանչ տեսարան։ Այստեղ ամեն ինչ շնչում էր նրբաճաշակությամբ ու հարմարավետությամբ։ Անահիտը մասնակցել էր կահավորմանը, օգտագործելով ճարտարապետի իր հմուտ հայացքը, այս ժամանակակից կառույցում հարմարավետ անկյուններ ստեղծելու համար։ Բայց այդ օրը, երբ իր համակարգչում փնտրում էր բժշկական ապահովագրության պայմանագիրը, չէր գտնում, հիասթափության մի փոքր խայթոց զգաց։ Արմանը նախորդ գիշեր մեկնել էր Ծաղկաձոր, գործնական հանդիպման, որը պետք է տեր մինչ շաբաթվա վերջ։ Նա, ինչպես միշտ, շտապով էր դուրս եկել, իր կաշվե պայուսակով անթերի կոստյումով, արագ համբույր թողել Անահիտի ճակատին, խոստացել զանգահարել հյուրանոց հասնելուն պես։ Զանգը եղել էր, կարճ ու պաշտոնական։ Արմանը բացատրել էր, որ օրը լարված է լինելու, գուցե ուշ պատասխանի հաղորդագրություններին։ Անահիտը հոգոց հանեց, որոշակի դժվարությամբ բարձրանալով բազմոցից։ Փորը ծանրացել էր, այտուցված ոտքերը բողոքում էին ամեն շարժումից։ Նա գնաց դեպի Արմանի աշխատասենյակ, մի սենյակ, որը նա միշտ կողպված էր պահում, բայց որի բանալու տեղը Անահիտը գիտեր։ Նա հազվադեպ էր այնտեղ մտնում։ Արմանը միշտ շատ խստապահանջ էր իր աշխատանքային տարածքի հանդեպ, Անահիտը հարգում էր դա։ Բայց այդ պահին նրան ընդամենը պարզ փաստաթուղթ էր պետք, նա վստահ էր, որ դրա պատճենը կլինի ամուսնու համակարգչում։ Բանալին փափուկ չխկոցով պտտվեց կողպեքի մեջ, դուռը բացվեց, բացահայտելով մանրակրկիտ կազմակերպված աշխատասենյակը։ Մահուգոնի փայտից սեղանը գերիշխում էր սենյակի կենտրոնում, վրան, վերջին սերնդի համակարգիչ, զույգի լուսանկարներով շրջանակներ կառավարման ու տնտեսագիտության գրքերով լի գրադարան։ Անահիտը նստեց կաշվե աթոռին, զգալով, թե ինչպես է հղիության ծանրությունը ճնշում մեջքին, միացրեց համակարգիչը։ Մինչ համակարգիչը միանում էր, նա նայեց սեղանի լուսանկարներին։ Դրանցից մեկը հարսանիքից էր, 5 տարի առաջ, Արմանի ընտանիքի ամառանոցում։ Նա փայլում էր սպիտակ զգեստով, իսկ Արմանը նրա կողքին ուներ այն վստահ ու հաղթական հայացքը, որը նա այդքան լավ էր ճանաչում։ Մեկ այլ լուսանկարում նրանք Սանա լճի ափին էին, ամուսնության երկրորդ տարում, գրկախառնված բյուրեղյա ջրի դիմաց։ Երջանիկ պահեր, որոնք այդքան իրական, այդքան ամուր էին թվում։ Համակարգիչը վերջապես բացվեց, գաղտնաբար պահանջելով։ Անահիտը գնճռոտեց ճակատը։ Արմանը նախկինում երբեք գաղտնաբար չէր դրել։ Կամ գոնե նա չգիտեր։ Փորձեց նրա ծննդյան ամսաթիվը։ Չստացվեց։ Փորձեց ամուսնության օրը։ Չստացվեց։ Մի քանի անհաջող փորձերից հետո նա գրեթե հանձնվեց, բայց հետո հիշեց մի համակցություն, որ Արմանն օգտագործում էր այլ տեղերում, մի հաջորդականություն, որը ներառում էր նրա ընկերության անունը մի քանի թիվ։ Հավաքեց, ի զարմանս իրեն, էկրանը բացվեց։ Անահիտը սկսեց փնտրել ֆայլերը, թերթելով ըստ տարիների կատեգորիաների դասավորված թղթապանակները։
Ընկերության փաստաթղթեր, պայմանագրեր, ֆինանսական հաշվետվություններ, շնորհանդեսներ։ Ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ կարգասված էր, ճիշտ այնպես, ինչպիսին Արմանն էր իր գործերում։ Նա պատրաստվում էր գտնել այն, ինչ փնտրում էր, երբ պատահաբար սեղմեց մի թղթապանակի վրա, որն անուն չուներ, միայն աստղի նշան։ Ներսում ինչ-որ բան նրան կանգնեցրեց։ Կանացի ինտուիցիա, գուցե այն 6-րդ զգայարանը, որը երբեմն նախազգուշացումներ է շշնջում, որոնք բանականությունը դեռ չի կարողանում հասկանալ։ Նա նայեց էկրանին, այդ անանուն թղթապանակին զգաց, թե ինչպես է սիրտը թեթակի արագանում։ Մի պահ մտածեց փակել ամեն ինչ փաստաթուղթը, փնտրել այլ տեղ։ Բայց հետաքրքրասիրությունը, խառնված անբացատրելի անհանգստության հետ, ստիպեց նրան սեղմել։ Թղթապանակը բացվեց, բացահայտելով մի շարք ենթաթղթապանակներ, որոնցից յուրաքանչյուրը նշված էր սկզբնատառերով։ ԼՄ փոխանցումներ, պլանավորում, լուսանկարներ։ Անահիտը զգաց, որ բերանը չորանում է։ Ձեռքերը թեթակի դողում էին մկնիկի վրա, երբ նա սեղմեց առաջին թղթապանակի, սկզբնատառերով նշվածի վրա։ Ներսում կային սկանավորված փաստաթղթեր, թվձաչափով տպված էլեկտրոնային նամակներ, տեքստային ֆայլեր։ Նա բացեց առաջին փաստաթուղթը, կարդացած բառերից աշխարհը սկսեց պտտվել։ Դրանք հաղորդագրություններ էին։ Զրույցներ Արմանի Լիլիթ Մանուկյան անունով մեկի միջ։ Հաղորդագրություններ, որոնք սկսվում էին պաշտոնական, պրոֆեսիոնալ տոնով, քննարկելով այն, ինչը թվում էր գործնական համագործակցություն։ Բայց երբ Անահիտը շարունակում էր կարդալ, ամսաթվից ամսաթիվ, հաղորդագրությունների տոնը փոխվում էր։ Դառնում էր մտերմիկ, անձնական, ռոմանտիկ։ Սերիմ, անհամբեր սպասում եմ վաղվա հանդիպմանը։ Ծաղկաձորի այս հյուրանոցը կատարյալ կլինի մեզ համար։ Լիլիթ, դու լավագույն բանն ես, որ պատահել է ինձ հետ։ Չգիտեմ, ինչպես եմ այսքան ժամանակ ապրել առանց այս զգացումի։ Արման, ես արդեն ասել եմ իմ ընտանիքին, որ գործուղման եմ։ Մի ամբողջ հանգստյան օր ունենք միայն մեզ համար։ Անահիտը զգաց, կարծես օդը դուրս քաշեցին սենյակից։ Շունչը կանգնեց կոկորդում, ձեռքերը բռնեցին սեղանի եզրից։ Երեխան շարժվեց ներսում, ուժեղ հարված, կարծես զգում էր մոր տառապանքը։ Նա փակեց աչքերը, փորձելով ընկալել կարդացածը, փորձելով գտնել որևէ բանական բացատրություն, որևէ բան, որը կարող էր արդարացնել այդ բառերը։ Բայց արդարացում չկար։ Հաղորդագրությունները պարզ էին, ուղիղ, աներկբա։ Կային ամսաթվեր, ժամեր, վայրեր։ Հյուրանոցներ, որտեղ նրանք հանդիպել էին։ Ընթրիքներ թանկարժեք ռեստորաններում։ Ուղղորություններ, որոնք Արմանն ասում էր, թե գործնական են, բայց որոնք, ինչպես հիմա հասկանում էր Անահիտը, ռոմանտիկ հանդիպումներ էին մեկ այլ կնոջ հետ։ Անվերահսկելի դողացող ձեռքերով Անահիտը բացեց փոխանցումներ թղթապանակը։ Ներսում կային բանկային քաղվածքներ, վճարման անդորրագրեր, փոխանցումների գրանցումներ։ Բարձր գումարներ, որոնք պարբերաբար ուղարկվում էին Լիլիթ Մանուկյանի անունով հաշվին։ 500,000 դրամ այստեղ, 1,000,000 այնտեղ, 2,000,000 մեկ այլ օր։ Որոշ փոխանցումներ նկարագրություններ ունեին, բնակարան, եվրոպական ուղղորություն, մեքենա։ Անահիտը սրտխառնոց զգաց։ Արմանը պահում էր մեկ այլ կնոջ։ Նա զուգահեռ կյանք էր կառուցում, օգտագործելով զույգի փողը, այն կարողությունը, որը նրանք միասին էին կուտակել, գաղտնի սիրավեպ ֆինանսավորելու համար։ Եվ դա նոր չէր։ Ամենահին հաղորդագրությունները 2 տարվա վաղեմություն ունեին։ 2 տարի։ Անահիտը մտքում արագ հաշվարկ կատարեց։ 2 տարի առաջ նա դեռ աշխատում էր, իր սեփական եկամուտով նպաստելով զույգի ընդհանուր հաշվին։ Փողի մի մասը, որը նա վաստակել էր իր աշխատանքով, այնտեղ էր, փոխանցվում էր իր ամուսնու սիրուհուն։ Արցունքները սկսեցին հոսել Անահիտի դեմքով, սկզբում լուռ, հետո հեկեկոցներով, որոնք նա չէր կարողանում զսպել։ Նա բացեց լուսանկարներ թղթապանակը, սարսափի ամբողջ ճշմարտությունն իմանալու ցանկության խառնուրդով։ Եվ ահա նրանք։ Արմանն ու Լիլիթը։ Շքեղ ռեստորաններում, դրախտային լողափներում, հյուրանոցային սենյակներում։ Լիլիթն ավելի երիտասարդ կին էր, մոտ 28 տարեկան, երկար շիկահեր մազերով, սլացիկ կազմվածքով, ինքնավստահ ժպիտով։ Լուսանկարներում Արմանը ժպտում էր այնպես, ինչպես Անահիտը տարիներ շարունակ չէր տեսել։ Անկեղծ, անկաշկանդ, սիրահարված ժպիտ։ Կար մի լուսանկար, որն ամբողջությամբ կոտրեց Անահիտի սիրտը։
Արմանն ու Լիլիթը հռոմում էին Կոլիզեի դիմաց գրկախառնված, իսկ հետում լուսավորված քաղաքներ։ Անահիտը հիշեց այդ ուղղորությունը։ 1 տարի առաջ էր։ Արմանն ասել էր, որ գնում է Հռոմ գործնական ցուցահանդեսի, որ իմաստ չունի, որ ինքը միանա, քանի որ ամբողջ ժամանակ զբաղված է լինելու հանդիպումներով։ Նա մի քանի լուսանկար էր ուղարկել տեսարժան վայրերից, ասելով, որ ընդմիջումներն օգտագործում է քաղաքը բացահայտելու համար։ Անահիտը մնացել էր տանը, մենակ, անվերապահորեն հավատալով նրա ամեն մի բառին։ Այժմ, նայելով այդ լուսանկարին, նա հասկանում էր, որ ամուսինը հանդիպումների չէր։ Նա Լիլիթի հետ էր։ Զբոսնում էր սիրո քաղաքում, ստեղծելով հիշողություններ, որոնք պետք է լինեին իրենցը, բայց որոնք պատկանում էին մի խաբեության, մի մշակված ու դաժան ստի։ Անահիտը չգիտեր, թե որքան ժամանակ էր նստած այդ աթոռին, նայելով համակարգչի էկրանին, երբ որովայնում սուր ցավ զգաց։ Այնքան ուժեղ էր, որ նա առաջ կռացավ, շնչակտուր լինելով։ Երեխան շատ էր շարժվում, կարծես նա էլ անհանգիստ էր։ Ցավն անցավ, բայց Անահիտին վախեցրեց։ Նա գիտեր, որ ուժեղ սթրեսը կարող է ազդել հղիության վրա, բայց այդ պահին չէր կարողանում վերահսկել իրեն համակած զգացմունքները։ Նա դողացող ձեռքերով վերցրեց հեռախոսը, բացեց հաղորդագրությունների հավելվածը։ Արմանի հետ վերջին զրույցը ցույց էր տալիս իր հաղորդագրությունները, որտեղ հարցնում էր, արդյոք նա լավ է հասել, արդյոք հանդիպումը արդյունավետ է եղել, արդյոք նա լավ է սնվում։ Նրա պատասխանները կարճ էին, միավանք։ Այո, ամեն ինչ լավ է, հիմա չեմ կարող խոսել։ Այժմ նա հասկանում էր, թե ինչու։ Նա հավանաբար Լիլիթի հետ էր։ Անահիտը խորը շունչ քաշեց, փորձելով հանգստանալ, փորձելով պարզ մտածել, չնայած զգացմունքների փոթորկին։ Նա պետք է առերեսվեր նրա հետ։ Պետք է լսեր նրա բերանից, նայելով նրա աչքերին, ճշմարտությունն այս ամենի մասին։ Բայց նրա մի մասը վախենում էր։ Վախենում էր, թե ինչ կասի նա, վախենում էր, թե ինչպես կարձագանքի, վախենում էր, որ նրա հետ առերեսվելը կնշանակի այն ամենի վերջնական ավարտը, ինչ նա կառուցել էր վերջին 5 տարիների ընթացքում։ Նա շուրջը նայեց աշխատասենյակում, գրքերին, պատին շրջանակված դիպլոմներին, գործնական նվաճումների գավաթներին։ Այստեղ ամեն ինչ ներկայացնում էր հաջողություն, իշխանություն, կայունություն։ Բայց այդ կատարյալ ճակատի տակ ստեր էին, դավաճանություն, խաբեություն։ Անահիտը զգաց, որ զայրույթն աճում է իր ներսում, տաք, բաբախող զայրույթ, որը մրցում էր ցավի տխրության հետ։ Նա վերադարձավ համակարգչին, բացեց պլանավորում թղթապանակը։ Ներսում էլ ավելի անհանգստացնող փաստաթղթեր կային։ Բնակարանի առքուվաճառքի պայմանագիր, Լիլիթ Մանուկյանի անունով, Կասկադի մոտ, Երանի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում։ Բնակարանը գնվել էր 6 ամիս առաջ, կինը աստղաբաշխական էր։ 300 միլիոն դրամ։ Անահիտը զգաց, որ գետինը փախչում է ոտքերի տակից։ 300 միլիոն։ Ընդհանուր հաշվի փողը։ Փողը, որը պետք է պահվեր երեխայի ապագայի, նրա կրթության, ընտանիքի անվտանգության համար։ Կար նա մի փաստաթուղթ, որը կարծես պլանի նախագիծ լիներ։ Հատվածականորեն հավաքված նշումներ, որոնք միասին սարսափելի պատմություն էին կազմում։ Արմանը պլանավորում էր բաժանվել Անահիտից, բայց այնպես, որ կարողության մեծ մասը մնար իրեն։ Նա խորհրդակցել էր իրավաբանների հետ, թե ինչպես կառուցել գույքի բաժանումը, ինչպես պաշտպանել իր բիզնես ակտիվները, ինչպես պնդել, որ ընկերությունում ներդրված գումարը չպետք է բաժանվի։ Անահիտն աճող սարսափով կարդում էր այդ նշումները։ Արմանը ոչ միայն դավաճանում էր իրեն։ Նա պլանավորում էր լքել նրան, հղի, դեռ փորձել թողնել նրան առանց ոչնչի կամ հնարավորինս քիչ բանով։ Նա ամեն ինչ մանրամասնորեն կազմակերպում էր, խորհրդակցելով մասնագետների հետ, փող տեղափոխելով, հող նախապատրաստելով բաժանման համար, որը նա ամբողջությամբ կվերահսկեր։ Արդյունքներն այժմ ազատ հոսում էին, թրջելով Անահիտի զգեստը, բծեր թողնելով բաց կապույտ կտորի վրա։ Նա մեկ ցավ զգաց որովայնում, այս անգամ ավելի ուժեղ, որը ստիպեց նրան կծկվել։ Երեխան անհանգիստ էր, անընդհատ շարժվում էր, Անահիտը երկու ձեռքը դրեց փորին, փորձելով հանգստացնել նրան, փորձելով հանգստանալ ինքը։ Հանգիստ, սիրելիս, շշնջաց նա երեխային, ձայնը խեղդված։ Մայրիկն այստեղ է։ Ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ լավ կլինի։ Բայց արդյոք այդպես էր։ Ինչպես կարող էր ամեն ինչ լավ լինել այն բանից հետո, ինչ նա հենց նոր բացահայտել էր։ Ինչպես կարող էր իր երեխայի համար կյանք կառուցել ստերով քանդված ամուսնության փլատակների վրա։
Անահիտը փակեց համակարգիչը, դանդաղ բարձրացավ աթոռից։ Ոտքերը ցավում էին, գլուխը բաբախում էր, նա զգում էր, կարծես լողում է, կտրված իրականությունից։ Դուրս եկավ աշխատասենյակից, հետից փակելով դուռը, գնաց դեպի ննջասենյակ։ Նստեց այն մահճակալին, որը կիսում էր Արմանի հետ, այն մեծ մահճակալին, եգիպտական բամբակից սպիտակեղենով, շուրջը նայեց։ Քանի՞ գիշեր էր նա քնել այնտեղ, նրա կողքին, առանց որևէ բան կասկածելու։ Քանի՞ անգամ էր նա պառկել այդ մահճակալին, Լիլիթի հետ մի ամբողջ օր անցկացնելուց հետո, ծածրել, թե ամեն ինչ նորմալ է։ Քանի՞ սուտ էր ասվել այդ ննջասենյակում, այդ տարածքում, որը պետք է սուրբ լիներ, մտերմության, վստահության վայր։ Հեռախոսը թրթռաց զգեստի գրպանում։ Արմանից հաղորդագրություն էր։ Հանդիպումն ուշ ավարտվեց։ Գործընկերների հետ եմ ընթրելու։ Ինձ արթուն չսպասես։ Համբուրում եմ։ Անահիտը նայեց հաղորդագրությանը, ներսում ինչ-որ բան վերջնականապես կոտրվեց։ Զայրույթը, որը նա զգում էր, պայթեց, տիրանալով նրա մարմնի յուրաքանչյուր բջջին։ Նա չէր սպասելու։ Չէր ձացնելու, թե ամեն ինչ լավ է։ Չէր թույլ տալու, որ նա շարունակի այդ խաբեությունը, մինչ ինքը նրա երեխայով հղի, խաբված ու նվաստացված է։ Նա պատասխան հավաքեց, մատները սահում էին հեռախոսի էկրանով։ Պետք է խոսենք։ Հիմա։ Զանգիր ինձ, հենց որ կարողանաս։ Արմանի պատասխանը 15 րոպե ուշացավ, բավական ժամանակ, որ Անահիտը զգա, թե ինչպես է անհանգստությունն էլ ավելի աճում։ Սիրելիս, ամեն ինչ լավ է։ Երեխան լավ է։ Անահիտը խորը շունչ քաշեց, նախքան պատասխանելը։ Երեխան լավ է։ Բայց ես լավ չեմ։ Պետք է խոսեմ քեզ հետ։ Շտապ է։ Այս անգամ հեռախոսը գրեթե անմիջապես զանգեց։ Արմանն էր։ Անահիտը պատասխանեց, նախքան նա կկարողանար որևէ բան ասել, նրա անհանգիստ ձայնն արդեն խոսում էր։ Անահիտ, ինչ է պատահել։ Դու ինձ վախեցնում ես։ Կծկումներ ունեցել ես։ Հիվանդանոց գնալ պետք է։ Նրա ձայնի անհանգստությունն այնքան անկեղծ էր հնչում, որ Անահիտը գրեթե կասկածեց իր բացահայտածին։ Գրեթե։ Բայց հետո նա հիշեց լուսանկարները, հաղորդագրությունները, դրամական փոխանցումները։ Այսօր բացել եմ քո համակարգիչը, ասաց նա, ձայնը սառը զուսպ, զարմանալով սեփական վճռականությունից։ Փնտրում էի բժշկական ապահովագրության պայմանագիրը։ Բայց այլ բաներ գտա։ Շատ այլ բաներ։ Լարի մյուս ծայրի լռությունը խլացուցիչ էր։ Անահիտը լսում էր Արմանի շնչառությունը, արագ, լարված։ Նա սպասեց, նրան հնարավորություն տալով ինչ-որ բան ասել, բացատրել, փորձել արդարացնել անարդարանալին։ Անահիտ, ես կարող եմ բացատրել, վերջապես ասաց նա, ձայնի տոնը փոխելով, դառնալով պաշտպանողական։ Դա այն չէ, ինչ դու մտածում ես։ Այն չէ, ինչ ես մտածում եմ։ Անահիտը զգաց, որ զայրույթը վերադառնում է ամբողջ ուժով։ Այդ դեպքում ասա ինձ, Արման, կոնկրետ ինչը չէ։ Ռոմանտիկ հաղորդագրությունները Լիլիթ Մանուկյանի հետ։ Հազարավոր դրամների փոխանցումները նրա հաշվին։ 300 միլիոնանոց բնակարանը, որը դու գնել ես նրա համար։ Ուղղորությունները, որոնք դու ասում էիր, թե գործնական են, բայց իրականում ռոմանտիկ հանդիպումներ էին։ Ասա ինձ, այս բաներից որը չէ այն, ինչ ես մտածում եմ։ Արմանը նորից լռեց, բայց այս անգամ Անահիտը լսում էր հետին պլանում ձայներ, խլացված, կարծես նա փակում էր հեռախոսի խոսափողը։ Երբ նա նորից սկսեց խոսել, նրա ձայնը տարբեր էր։ Ավելի սառը, ավելի հաշվենկատ։ Անահիտ, դու հղի ես, զգացմունքային ես։ Եկ խոսենք այս մասին, երբ ես վերադառնամ, դեմ առ դեմ։ Սա հեռախոսով խոսելու թեմա չէ։ Զգացմունքային։ Անահիտը զգաց, որ արցունքները վերադառնում են, բայց այժմ դրանք մաքուր զայրույթի արցունքներ էին։ Դու ինձ 2 տարի դավաճանում ես, զույգի փողը շեղում ես, քո սիրուհուն պահելու համար, պլանավորում ես ինձ հղի լքել, դեռ հանդգնում ես ինձ զգացմունքային անվանել։ Ես չեմ պլանավորել քեզ լքել, պատասխանեց Արմանը, բայց նրա ձայնում վարանում կար։ Դու բաները համատեքստից դուրս ես բերում։ Համատեքստ։ Ես կարդացել եմ քո նշումները, Արման։ Տեսել եմ փաստաթղթերը։ Դու խորհրդակցել ես իրավաբանների հետ, թե ինչպես ինձ բաժանման ժամանակ հնարավորինս քիչ բան թողնես։ Ինչ համատեքստ գոյություն ունի դրա համար։
Արմանը խորը շունչ քաշեց, Անահիտը զգում էր, որ նա փորձում է վերահսկել իրավիճակը։ Լսիր, Անահիտ, այո, ես ճանաչում եմ Լիլիթին։ Այո, մենք հարաբերություններ ենք ունեցել։ Բայց դա այն չէ, ինչ դու պատկերացնում ես։ Նա գործընկեր է։ Ներդրումները, որոնք ես արել եմ, գործնական են եղել, ոչ թե անձնական։ Դու շփոթում ես բաները։ Անահիտը չէր կարողանում հավատալ իր լսածին։ Նա բացահայտ ստում էր, փորձելով շահարկել իրականությունը նույնիսկ բռնվելուց հետո։ Գործընկեր։ Նա ծիծաղեց, դառը, առանց հումորի ծիծաղ։ Գործընկերները գրկախառնվում են Կոլիզեի դիմաց։ Հաղորդագրություններ են փոխանակում, ասելով անհամբեր սպասում եմ քեզ տեսնելու, սերիմ։ Արման, գոնե արժանապատվություն ունեցիր, ինձ էլ ավելի վատ ստերով չվիրավորելու։ Երկար լռություն տիրեց, Անահիտը հասկացավ, որ հաղթել է այս փուլում։ Նա չէր կարող հերքել անհերքելին։ Անահիտ, վերջապես ասաց նա, ձայն այժմ լի թաքնված հիասթափությամբ, եկ խոսենք դեմ առ դեմ։ Ես վաղը կվերադառնամ Երան։ Ոչ, վճռականորեն ասաց Անահիտը։ Դու կվերադառնաս այսօր։ Հիմա։ Կամ ես կզանգեմ քո ողջ ընտանիքին կպատմեմ այն ամենը, ինչ բացահայտել եմ։ Կզանգեմ քո գործընկերներին, քո հաճախորդներին, բոլորին, ովքեր պետք է իմանան, թե իրականում ինչպիսի մարդ ես դու։ Դու դա չես անի, ասաց Արմանը, բայց նրա ձայնում անվստահություն կար։ Փորձիր ինձ ստուգել, պատասխանեց Անահիտը անջատեց հեռախոսը։ Նա նստած էր այնտեղ, մահճակալին, հեռախոսը ձեռքին, դողալով։ Նրա մի մասը չէր կարողանում հավատալ, որ այդպիսի քաջություն է ունեցել, որ այդպես առերեսվել է Արմանի հետ։ Բայց նրա մյուս մասը, մի մաս, որի գոյության մասին նա չգիտեր, տարօրինակ կերպով ուժեղ էր զգում։ Նա լուռ զոհ չէր լինելու։ Չէր ընդունելու, որ իրեն խաբեն ու դեն նետեն առանց պայքարի։ Եվս մեկ ցավ անցավ նրա որովայնով, այս անգամ ավելի ուժեղ, ստիպելով նրան մեղմորեն տնքալ։ Երեխան շատ էր շարժվում, անընդհատ հարվածում, կարծես զգում էր մոր ողջ լարվածությունն ու տառապանքը։ Անահիտը պառկեց կողքի, այն դիրքով, որը բժիշկը խորհուրդ էր տվել անհանգստությունը թեթացնելու համար, փորձեց խորը շնչել։ Ամեն ինչ լավ կլինի, նորից շնջաց նա երեխային, մի ձեռքով շոյելով փորը։ Մայրիկը կհոգա քո մասին։ Մենք լավ կլինենք։ Ես խոստանում եմ։ Բայց այս բառերն ասելիս Անահիտը վստահ չէր, երեխային էր փորձում համոզել, թե ինքն իրեն։ Որովհետև այդ պահին, երբ ողջ ճշմարտությունը բացահայտված էր իր առջ, երբ իր աշխարհը փլուզվում էր, նա չգիտեր, թե ինչպես կարող են բաները նորից լավ լինել։ Հեռախոսը թրթռաց։ Արմանից հաղորդագրություն էր։ Առաջին իսկ չվերթով գալիս եմ։ Երանում կլինեմ գիշերը ժամը 11-ին։ Ոչինչ չանես, մինչ ես հասնեմ։ Խնդրում եմ։ Անահիտը չպատասխանեց։ Նա պարզապես պառկած էր այնտեղ, զգալով երեխայի շարժումները, զգալով, թե ինչպես են արցունքները թրջում բարձը, զգալով դավաճանության հիասթափության ճնշող բեռը։ Եվ մինչ օրը զիջում էր գիշերվան, քաղաքի լույսերը սկսում էին վառվել դրսում, Անահիտ Սարգսյանը մտովի պատրաստվում էր այն առերեսմանը, որն ընդմիշտ փոխելու էր իր կյանքը։ Հաջորդ ժամերն անցան անհանգստության աճող ցավի մշուշի մեջ։ Անահիտը փորձել էր հանգստանալ, փորձել էր հանգիստ առնել, ինչպես միշտ խորհուրդ էր տալիս գինեկոլոգը, բայց նրա մարմինը կարծես պատերազմ էր հայտարարել իր դեմ։ Ավելի վաղ զգացած անկանոն կծկումները շարունակվում էին ընդմիջումներով, բայց ուժեղ, ստիպելով նրան ցավից կծկվել յուրաքանչյուր 20 կամ 30 րոպեն մեկ։ Երեխան շարունակում էր անհանգիստ լինել, անընդհատ շարժվել, Անահիտը գիտեր, որ ինչ-որ բան այն չէ։ Նա զանգահարեց իր բժշկուհուն, բժշկուհի Ավետիսյանին, փորձառու մանկաբարձ գինեկոլոգի, որը նրան ուղեկցում էր հղիության սկզբից։ Պատմեց կծկումների, իր զգացած ուժեղ սթրեսի, իր արած բացահայտման մասին։ Բժշկուհի Ավետիսյանն ուշադիր լսեց ամեն ինչ, նրա ձայնը հանգիստ էր, բայց անհանգիստ։ Լարի մյուս ծայրին։ Անահիտ, պետք է ինձ ուշադիր լսես, ասաց բժշկուհին, զգուշորեն ընտրելով բառերը։ Ուժեղ հուզական սթրեսը կարող է ազդել քո հղիության վրա, հատկապես այս փուլում։ Կծկումները, որոնք դու զգում ես, կարող են նշան լինել, որ քո մարմինն արձագանքում է հուզական տրավմային։ Դու 32 շաբաթական ես, ցանկացած բարդություն այժմ կարող է լուրջ լինել։ Պետք է հիվանդանոց գաս, զննման։ Բայց ամուսինս այսօր երեկոյան վերադառնում է, թույլ բողոքեց Անահիտը։ Պետք է խոսեմ նրա հետ, պետք է։
Անահիտ, վճռականորեն ընդհատեց բժշկուհի Ավետիսյանը, դու քո երեխան այժմ առաջնահերթություն եք։ Մնացած ամեն ինչ կարող է սպասել։ Տաքսի կանչիր կամ խնդրիր, որ ինչ-որ մեկը քեզ տանի։ Ես քեզ կսպասեմ հիվանդանոցում։ Անահիտը դժկամությամբ համաձայնեց։ Նա զանգահարեց Գայանեին, տնային աշխատողին, որը շաբաթը 3 անգամ աշխատում էր տանը, միշտ շատ քնքուշ էր նրա հետ։ Գայանեն ապրում էր Հարան թաղամասում, լսելով Անահիտի ձայնի շտապողականությունը, չվարանեց գալ նրա հետից։ 40 րոպե անց Անահիտը նստած էր Գայանեի մեքենայի հետի նստատեղին, բռնած փորը, խորը շնչելով յուրաքանչյուր կծկման ժամանակ։ Տիկին Անահիտ, դուք շատ գունատ եք, ասում էր Գայանեն, հետի հայելուց անհանգստությամբ նայելով։ Ես միշտ ասել եմ, որ պարոն Արմանը շատ է աշխատում, ձեզ շատ մենակ է թողնում։ Հղի կնոջը լավ չէ այդքան երկար մենակ մնալը։ Անահիտը պատասխանելու ուժ չուներ։ Նա պարզապես փակեց աչքերը, փորձելով կենտրոնանալ շնչառության վրա, փորձելով հանգստացնել երեխային, որը չէր դադարում շարժվել իր ներսում։ Հիվանդանոցում բժշկուհի Ավետիսյանը նրան սպասում էր մանկաբարձական շտապօգնության բաժանմունքի մուտքի մոտ։ Նա անմիջապես տարավ Անահիտին զննման սենյակ, միացրեց մոնիտորներ, երեխայի սրտի զարկերը ստուգելու համար, զգուշորեն զննեց նրան։ Բժշկուհու դեմքը, որը միշտ այնքան հանգիստ ու վստահ էր, անհանգստության նշաններ էր ցույց տալիս։ Անահիտ, դու վաղաժամ կծկումներ ունես, բացատրեց նա արդյունքները վերլուծելուց հետո։ Արգանդի վզիկը սկսել է թեթակի լայնանալ, ինչը չպետք է տեղի ունենար այս փուլում։ Ես քեզ կհոսպիտալացնեմ հսկողության համար։ Պետք է կայունացնենք այս կծկումները, ապահովենք, որ քո երեխան մնա այնտեղ, որտեղ կա, առնվազն մինչ 37 շաբաթական դառնալը։ Բժշկուհու խոսքերը սառը ջրի պես թափվեցին Անահիտի վրա։ Հոսպիտալացում։ Հսկողություն։ Վաղաժամ ծննդաբերության ռիսկ։ Այս ամենը սթրեսի, հուզական ցնցման պատճառով, որն առաջացրել էր դավաճանության բացահայտումը։ Նա ձեռքերը դրեց փորին, զգալով, թե ինչպես է մեղքի զգացումը սեղմում կուրծքը։ Դա իմ մեղքն է, շնջաց նա, արցունքները նորից սկսելով հոսել։ Ես չպետք է այդքան սթրեսի ենթարկվեի։ Ես պետք է նախ երեխայի մասին մտածեի։ Բժշկուհի Ավետիսյանը նստեց մահճակալի կողքին, որտեղ պառկած էր Անահիտը, ամուր բռնեց նրա ձեռքը։ Անահիտ, նայիր ինձ, ասաց նա, սպասելով, մինչ Անահիտը բարձրացնի իր կարմրած ու այտուցված աչքերը։ Դու ոչ մի բանում մեղավոր չես։ Քո ամուսինն է սրա պատճառը։ Քո արձագանքները լիովին բնական են այն ամենին, ինչ դու բացահայտել ես։ Ցանկացած կին քո տեղում նույն կերպ կարձագանքեր։ Հիմա մենք պետք է հոգ տանենք քո երեխայի մասին։ Մնացածը կարող է սպասել։ Անահիտը գլխով արեց, բայց մեղքի զգացումը դեռ ծանրացած էր նրա սրտում։ Նա թույլ տվեց, որ բուժքույրերն օգնեն իրեն հագնել հիվանդանոցային գիշերանոցը, միացնեն կաթիլայիններն ու մոնիտորները, տեղավորեն նրան առանձին հիվանդասենյակում։ Մինչ կծկումները զսպող դեղամիջոցը սկսում էր ազդել կաթիլայինի միջոցով, Անահիտը զգաց, որ մարմինը վերջապես մի փոքր թուլանում է։ Երեխան էլ կարծես հանգստացավ, շարժումներն ավելի մեղմ դարձան։ Նա վերցրեց հեռախոսը, տեսավ Արմանից մի քանի հաղորդագրություն։ Նա վայրէջք էր կատարել Երանում, ճանապարհին էր դեպի բնակարան։ Իմանալով, որ նա այնտեղ չէ, խուճապի էր մատնվել։ Հաղորդագրությունները կուտակվում էին։ Որտե՞ղ ես։ Անահիտ, պատասխանիր ինձ։ Գայանեն ինձ ասաց, որ հիվանդանոց ես գնացել։ Ինչ է պատահել։ Երեխան լավ է։ Ես գալիս եմ այնտեղ։ Որ հիվանդանոց։ Անահիտը խորը շունչ քաշեց, նախքան պատասխանելը։ Նրա մի մասը չէր ուզում տեսնել նրան, չէր ուզում նայել նրա դեմքին այն ամենից հետո, ինչ բացահայտել էր։ Բայց մյուս մասը գիտեր, որ այս զրույցն անխուսափելի է։ Նա հավաքեց հիվանդանոցի անունը, հիվանդասենյակի համարը, իսկ հետո անջատեց հեռախոսը, չցանկանալով այլս հաղորդագրություններով զբաղվել։ 20 րոպե անց հիվանդասենյակի դուռը կտրուկ բացվեց։ Արմանը շտապ ներս մտավ, դեռ ճանապարհորդական կոստյումով, փողկապը թուլացրած, մազերը թեթակի խառնված։ 37 տարեկանում նա գեղեցիկ տղամարդ էր, միջին հասակի, լավ կտրված մուգ մազերով, շագանակագույն աչքերով, որոնք միշտ անկեղծ էին թվում։ Բայց այժմ, նայելով նրան, Անահիտը տեսնում էր միայն մի անծանոթի, մեկին, ում նա երբեք իսկապես չէր ճանաչել։ Անահիտ, ասաց նա, արագ մոտենալով մահճակալին։ Աստված իմ, ինչ է պատահել։
Երեխան լավ է։ Անահիտը շրջեց դեմքը, չցանկանալով, որ նա դիպչի իրեն, երբ նա ձեռքը մեկնեց իր ուղղությամբ։ Երեխայի վիճակը կայունացել է, ասաց նա, ձայնը սառը հեռու։ Ես վաղաժամ կծկումներ ունեմ։ Քո պատճառած հուզական սթրեսի պատճառով։ Արմանը կանգ առավ, ձեռքը դեռ օդում կախված, հետո իջեցրեց մարմնի կողքին։ Նա աթոռ քաշեց, նստեց մահճակալի կողքին, պահպանելով հարգալից հեռավորություն։ Անահիտ, ես շատ եմ ցավում, սկսեց նա, բայց նա անմիջապես ընդհատեց. Դու ցավում ես։ Անահիտը շրջվեց, նրան նայելու, աչքերն այրվում էին զայրույթից ու ցավից։ Դու ինձ 2 տարի դավաճանում ես, միլիոնավոր դրամներ ես շեղում մեր ընդհանուր հաշվից, քո սիրուհուն պահելու համար, բնակարան ես գնում նրա համար, պլանավորում ես ինձ հղի լքել, դեռ համարձակություն ունես ասելու, որ ցավում ես։ Արմանը հայացքը խոնարհեց, առաջին անգամ Անահիտը նրա դեմքին տեսավ մի բան, որը կարող էր ամոթ լինել։ Բայց դա բավարար չէր։ Ոչինչ, որ նա կարող էր ասել, բավարար չէր լինի։ Թույլ տուր բացատրեմ, ասաց նա, նորից բարձրացնելով աչքերը։ Ամեն ինչ սկսվեց 2 տարի առաջ, երբ ես Լիլիթին հանդիպեցի գործնական միջոցառման ժամանակ։ Նա միջազգային արտրի խորհրդատու է, սկզբում մեր հարաբերությունները զուտ պրոֆեսիոնալ էին։ Բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվեց։ Խնայիր ինձ մանրամասներից, թե ինչպես եք սիրահարվել, ասաց Անահիտը, ձայնը կտրուկ։ Անցիր գործին։ Ինչու դա արեցիր։ Ինչու պարզապես չասացիր, որ ուզում ես բաժանվել։ Ինչու պետք է ինձ խաբեիր, ստեիր, ինձ հիմարի տեղ դնեիր։ Արմանը ձեռքը տարավ մազերի միջով, մի ժեստ, որը Անահիտը լավ գիտեր, որը նա միշտ անում էր, երբ նյարդայնացած կամ անհարմար էր զգում։ Որովհետև ես չգիտեի, ինչ անել, խոստովանեց նա։ Երբ հասկացա, որ զգացմունքներ եմ տածում Լիլիթի հանդեպ, դու ես արդեն 3 տարի ամուսնացած էինք։ Մենք միասին կառուցած կյանք ունեինք, ընտանիքներ, որոնք ճանաչում էին միմյանց, սոցիալական սպասումներ։ Եվ հետո դու հղիացար, ես մտածեցի, որ դա կփոխի ամեն ինչ, որ ես կկտրվեմ Լիլիթից ամբողջությամբ կվերադառնամ քեզ մոտ։ Բայց չվերադարձար, դառնորեն լրացրեց Անահիտը։ Չվերադարձա, խոստովանեց Արմանը։ Ես փորձեցի։ Երդվում եմ։ Փորձեցի։ Բայց որքան շատ էի փորձում հեռանալ Լիլիթից, այնքան ավելի էի հասկանում, որ նրա հետ եմ ուզում լինել։ Եվ հետո սկսեցի պլանավորել։ Սկսեցի մտածել, թե ինչպես կարող եմ քեզանից բաժանվել այնպես, որ չքանդեմ այն ամենը, ինչ կառուցել եմ իմ պրոֆեսիոնալ կյանքում։ Անահիտը սրտխառնոց զգաց, լսելով այս խոսքերը։ Նա, ըստ էության, խոստովանում էր, որ օգտագործել է իրեն, որ մնացել է իր հետ միայն արտաքին տեսքը պահպանելու, իր կատարյալ կյանքը չխաթարելու համար։ Իսկ փողը, հարցրեց նա։ Բնակարանի 300 միլիոնը։ Անընդհատ փոխանցումները։ Ինչպես ես դա արդարացնում։ Արմանը վարանեց, Անահիտը տեսավ ներքին պայքարը նրա աչքերում։ Նա որոշում էր, թե ճշմարտության որ մասը բացահայտի, հաշվարկում էր, թե ինչ կարող է խոստովանել, ինչ պետք է հերքի։ Լիլիթին ապրելու տեղ էր պետք, վերջապես ասաց նա։ Նա Վանաձորից տեղափոխվել էր Երան, ինձ ավելի մոտ լինելու համար, ես մտածեցի, որ իմ պարտականությունն է օգնել նրան։ Քո պարտականությունը։ Անահիտը ծիծաղեց, առանց հումորի ծիծաղ։ Իսկ ես։ Իսկ քո որդին։ Դրանք քո պարտականությունները չէին։ Փողը, որը դու օգտագործել ես, մերն էր, Արման։ Մեր ամուսնության, մեր ընտանիքի փողն էր։ Դու իրավունք չունեիր այն օգտագործել քո սիրուհուն պահելու համար։ Գիտեմ, ցածրաձայն ասաց Արմանը։ Գիտեմ, որ սխալվել եմ։ Գիտեմ, որ ամեն ինչ սխալ եմ արել։ Բայց Անահիտ, պետք է հասկանաս, ես երկփեղկված էի։ Փորձում էի բոլորին երջանիկ դարձնել, վերջում ամեն ինչ սխալ արեցի։ Բոլորին երջանիկ դարձնել։ Անահիտը զգաց, որ զայրույթը նորից պայթում է իր ներսում։ Դու մտածում էիր միայն քո մասին։ Այն մասին, որ ունենաս այն ամենը, ինչ ուզում ես, առանց հետանքների։ Դու ուզում էիր կատարյալ կին տանը, գրավիչ սիրուհի շքեղ հյուրանոցներում, սպասվող երեխա, անբիծ հեղինակություն։ Դու եսասեր ես, Արման։ Եսասեր վախկոտ։ Անահիտի ձայնը բարձրացել էր, մի բուժքույր բացեց դուռը, անհանգստացած։ Այստեղ ամեն ինչ կարգին է։ Տիկին Անահիտ, դուք պետք է հանգստանաք։ Ձեր սրտի զարկերը արագացել են։ Արմանն անմիջապես ոտքի կանգնեց։
Ես դուրս կգամ, ասաց նա։ Անահիտ, պետք է հանգստանաս մտածես երեխայի մասին։ Կխոսենք հետո, երբ ավելի հանգիստ լինես։ Ոչ, վճռականորեն ասաց Անահիտը։ Ես չեմ հանգստանալու։ Ոչ, մինչ դու ինձ ամեն ինչ չասես։ Ամեն ինչ, Արման։ Ուզում եմ իմանալ, թե որքան գումար ես եղել, ուզում եմ իմանալ, թե որն էր քո ճշգրիտ պլանը բաժանման համար, ուզում եմ իմանալ քո խաբեության յուրաքանչյուր մանրամասն։ Բուժքույրը նայեց Անահիտից Արմանին, ակնհայտորեն անհարմար զգալով իրավիճակից։ Պարոն, կարծում եմ ավելի լավ է դուք դուրս գաք, ասաց նա քաղաքավարի, բայց վճռական։ Հիվանդին հանգիստ է պետք։ Արմանը գլխով արեց, վերցրեց իր պայուսակը, շարժվեց դեպի դուռը։ Բայց դուրս գալուց առաջ նա վերջին անգամ շրջվեց։ Անահիտ, ես երբեք չեմ ուզեցել քեզ վիրավորել։ Ես երբեք չեմ ուզեցել, որ ամեն ինչ այս կետին հասնի։ Ես մտածում էի, որ կարող եմ վերահսկել իրավիճակը, որ կարող եմ գտնել մի ճանապարհ դուրս գալու սրանից առանց այդքան մեծ վնաս պատճառելու։ Բայց ես սխալվում էի։ Եվ ես ցավում եմ, իսկապես ցավում եմ։ Քո ներողությունները ոչինչ չեն նշանակում, ասաց Անահիտը, արցունքները նորից սկսելով հոսել։ Հեռացիր։ Գնա քո Լիլիթի մոտ։ Գնա այն կյանքին, որը դու ընտրել ես։ Բայց իմացիր, որ դու կորցրել ես շատ ավելին, քան կարծում ես։ Դու կորցրել ես քո որդուն ճանաչելու, ներկա հայր լինելու, իսկական ընտանիք ունենալու հնարավորությունը։ Եվ դա դու երբեք հետ չես բերի։ Արմանը մի պահ կանգնած մնաց, կարծես ուզում էր էլի ինչ-որ բան ասել, բայց հետո պարզապես դուրս եկավ, հետից փափուկ փակելով դուռը։ Անահիտը լաց եղավ։ Բուժքույրը մոտեցավ նրան, ուղեց բարձերը, ստուգեց մոնիտորները, մխիթարության քնքուշ խոսքեր ասաց։ Բայց ոչինչ չէր կարող թեթացնել այն ցավը, որը զգում էր Անահիտը։ Մի ցավ, որը ֆիզիկականից անդին էր, որը խորը թափանցում էր նրա հոգին, փշրելով այն ամենը, ինչին նա հավատացել էր իր կյանքի, իր ամուսնության, իր ապագայի մասին։ Նա հաջորդ 3 օրն անցկացրեց այդ հիվանդասենյակում, մշտական հսկողության տակ։ Գծկումները զգալիորեն նվազել էին դեղամիջոցի շնորհիվ, երեխան կայուն էր, բայց բժշկուհի Ավետիսյանը ցանկանում էր վստահ լինել, որ այլս բարդություններ չեն լինի։ Այդ օրերին Անահիտին այցելեց նրա ընտանիքը, որն իմացել էր իրավիճակի մասին։ Նրա եղբայրն ու քույրը, Տիգրանն ու Նարինեն, միասին եկան հոսպիտալացման երկրորդ օրը։ Տիգրանը, որը 2 տարով մեծ էր Անահիտից, իրավաբան էր, Երանի հարգված իրավաբանական գրասենյակներից մեկի գործընկեր։ Նարինեն, որը 3 տարով փոքր էր, համալսարանի դասախոս էր, ամուսնացած 2 երեխաների մայր։ Երկուսն էլ ցնցված էին, լսելով ամբողջ պատմությունը։ Ես միշտ գիտեի, որ Արմանի հետ ինչ-որ բան այն չէ, ասաց Տիգրանը, հիվանդասենյակում այս ու այն կողմ քայլելով, ակնհայտորեն զայրացած։ Այդ աշխարհի տիրոջ կեցվածքը, այն ձ, թե ինչպես էր կարծում, որ փողն ամեն ինչ լուծում է։ Բայց երբեք չէի պատկերացնի, որ նա կարող է դա անել քեզ հետ։ Նարինեն նստած էր մահճակալին, Անահիտի կողքին, բռնած նրա ձեռքը, արցունքները հոսում էին դեմքով։ Անահիտ, դու մենակ չես մնալու սրանում, վճռականորեն ասաց նա։ Մենք այստեղ ենք։ Ընտանիքն այստեղ է։ Մենք քեզ կօգնենք այն ամենով, ինչի կարիքը կունենաս։ Ինձ իրավաբան է պետք, ասաց Անահիտը, նայելով Տիգրանին։ Պետք է պաշտպանեմ իմ որդուն։ Պետք է ապահովեմ, որ Արմանն անպատիժ դուրս չգա սրանից, որ նա չկարողանա իրականացնել այն պլանը, որը կազմում էր, ինձ առանց ոչնչի թողնելու։ Տիգրանը նստեց մահճակալի մյուս կողմում, բռնելով Անահիտի մյուս ձեռքը։ Ես անձամբ կզբաղվեմ դրանով, խոստացավ նա։ Բայց նախ պետք է ինձ ամեն ինչ մանրամասնորեն պատմես։ Այն ամենը, ինչ գտել ես նրա համակարգչում, այն ամենը, ինչ նա ասել է, այն ամենը, ինչ գիտես։ Մենք ամուր գործ կկառուցենք։ Անահիտը հաջորդ ժամն անցկացրեց, պատմելով յուրաքանչյուր մանրամասն, յուրաքանչյուր հաղորդագրություն, որը կարդացել էր, յուրաքանչյուր փոխանցում, որը տեսել էր, յուրաքանչյուր փաստաթուղթ, որը բացահայտել էր։ Տիգրանը նշումներ էր անում իր պլանշետում, կոնկրետ հարցեր տալիս, պարզաբանումներ խնդրում։ Նրա իրավաբանական միտքն արդեն աշխատում էր, ռազմավարություններ մշակելով, քայլեր կանխատեսելով։ Դու դեռ մուտք ունես նրա համակարգիչ, հարցրեց Տիգրանը։ Այո, պատասխանեց Անահիտը։ Նա չգիտի, որ ես գաղտնաբառը գտել եմ։ Հրաշալի է։ Երբ դու այստեղից դուրս գրվես, մենք պետք է պատճենենք այն ամենը, ինչ գտել ես։
Էլեկտրոնային նամակներ, փաստաթղթեր, փոխանցումների անդորրագրեր, ամեն ինչ։ Մեզ ֆիզիկական ապացույցներ են պետք դատավարության համար։ Դատավարության, հարցրեց Անահիտը, նա դեռ այդքան հեռու չէր մտածել։ Այո, Անահիտ, ասաց Տիգրանը քնքշորեն, բայց լրջորեն։ Դու պետք է բաժանման դիմում ներկայացնես պայքարես քո որդու իրավունքների համար։ Արմանը կատարել է ամուսնական գույքի յուրացում, դա փաստաթղթավորված է։ Նա օգտագործել է ամուսնական համատեղ սեփականության գումարը երրորդ անձին օգուտ տալու համար։ Սա լուրջ է։ Եվ մենք դա կօգտագործենք մեր օգտին։ Հաջորդ օրերին, մինչ Անահիտն ապաքինվում էր հիվանդանոցում, Տիգրանը սկսեց աշխատել։ Նա հավաքեց ընտանեկան գույքային իրավունքի ոլորտում մասնագիտացած իրավաբանների թիմ։ Միասին նրանք սկսեցին մշակել բարդ իրավական ռազմավարություն, որի նպատակն էր ոչ միայն պաշտպանել Անահիտին երեխային, այլ պատասխանատվության ենթարկել Արմանին իր գործողությունների համար։ Անահիտը դուրս գրվեց 5-րդ օրը։ Կծկումներն ամբողջությամբ դադարել էին, երեխան առողջ ու ակտիվ էր։ Բժշկուհի Ավետիսյանը խիստ ցուցումներ տվեց, բացարձակ հանգիստ, ցանկացած տեսակի սթրեսից խուսափում, հավասարակշռված սնունդ, շաբաթական հսկողություն մինչ հղիության ավարտը։ Եվ Անահիտ, ասաց բժշկուհին, նախքան նրա հեռանալը, գիտեմ, որ դժվար է, բայց պետք է այժմ կենտրոնանաս միայն քո երեխայի բարեկեցության վրա։ Մնացած ամեն ինչ, որքան էլ կարևոր թվա, պետք է երկրորդ պլանում մնա։ Քո մարմինը տրավմա է տարել, ֆիզիկական, հուզական։ Դու պետք է ապաքինվես։ Անահիտը խոստացավ հետել բոլոր ցուցումներին։ Նարինեն պնդեց, որ նա ժամանակավորապես տեղափոխվի իր տուն, որտեղ ինքն ու իր ամուսինը, Բրունոն, կկարողանան հոգ տանել նրա մասին։ Անահիտն ընդունեց, իմանալով, որ հուզական վիճակում չէ վերադառնալու այն բնակարան, որը կիսում էր Արմանի հետ, այն տարածք, որը լի էր հիշողություններով, որոնք այժմ արատավորված էին ստերով։ Արմանը մի քանի անգամ փորձեց կապ հաստատել այդ օրերին։ Զանգեր, հաղորդագրություններ, նույնիսկ փորձեց գալ հիվանդանոց, բայց Տիգրանը հրահանգել էր անվտանգությանը թույլ չտալ նրա մուտքը։ Նրա ուղարկած հաղորդագրությունները տատանվում էին ներողության խնդրանքների, արդարացման փորձերի, ի վերջո քողարկված սպառնալիքների մեջ, թե ինչպես կարող են բաները բարդանալ, եթե Անահիտը խելամիտ չլինի։ Հենց այդ ժամանակ Տիգրանը հասկացավ, որ Արմանը սկսում է կառուցել իր սեփական պաշտպանությունը, հավանաբար խորհրդակցելով իր իրավաբանների հետ։ Հաղորդագրություններն ավելի զգույշ, ավելի հաշվարկված դարձան։ Արմանն ակնհայտորեն փորձում էր կառուցել մի պատմություն, որտեղ ինքն ավելի քիչ մեղավոր էր, որտեղ ամեն ինչ այնքան լուրջ չէր, որքան Անահիտը ներկայացնում էր։ Նա պատրաստվում է իրավական պայքարի, բացատրեց Տիգրանը Անահիտին մի երեկո, երբ նրանք ընթրում էին Նարինեի տանը։ Նա գիտի, որ դու ամեն ինչ բացահայտել ես, այժմ փորձում է նվազագույնի հասցնել վնասները։ Այդ պատճառով էլ կարող է, որ մենք ստանանք այդ բոլոր ապացույցները նրա համակարգչից, նախքան նա հնարավորություն կունենա դրանք ջնջելու։ Անահիտը գլխով արեց։ Նա խուսափում էր շատ մտածել բնակարանի, այնտեղ վերադառնալու, այն տարածք մտնելու մասին, որն այլս իրենը չէր թվում։ Բայց նա գիտեր, որ դա անհրաժեշտ է։ Վաղը կգնամ, վճռականորեն ասաց նա։ Նարինեն կարող է ինձ հետ գալ։ Կպատճենենք այն ամենը, ինչ մեզ պետք է։ Եվ հենց այդպես էլ արեցին։ Հաջորդ առավոտ, մինչ Արմանը հանդիպման էր, ինչը հաստատել էր նրա աշխատակիցներից մեկը, ում Տիգրանը զգուշորեն կապվել էր, Անահիտն ու Նարինեն մտան բնակարան։ Տարօրինակ էր նորից այնտեղ լինել։ Ամեն ինչ նույնն էր թվում, բայց միևնույն ժամանակ լիովին տարբեր։ Պատերը, որոնք նախկինում անվտանգություն էին խորհրդանշում, այժմ խեղդող էին թվում։ Կահույքը, որը նա այդքան խնամքով էր ընտրել, այժմ պարզապես անիմաստ առարկաներ էին։ Անահիտն ուղիղ գնաց Արմանի աշխատասենյակ, միացրեց համակարգիչը, մուտքագրեց գաղտնաբառը, որն այժմ անգիր գիտեր, սկսեց պատճենել ամեն ինչ։ Էլեկտրոնային նամակներ, փաստաթղթեր, աղյուսակներ, լուսանկարներ, զրույցներ։ Ամեն ինչ տեղափոխվեց ֆլեշ գրիչի վրա, որը Տիգրանը տրամադրել էր։ Նարինեն պահակություն էր անում, պատուհանից նայելով, պատրաստ զգուշացնելու, եթե Արմանն անսպասելի հայտնվեր։ 2 ժամ տեց, բայց երբ ավարտեցին, Անահիտը ձեռքին ուներ բոլոր անհրաժեշտ ապացույցները։ Դավաճանության ապացույց, փողի յուրացման ապացույց, Արմանի բաժանման պլանների ապացույց։ Ամեն ինչ պատշաճ կերպով փաստաթղթավորված, ամսաթվերով, գումարներով, անուններով։ Դուրս գալուց առաջ Անահիտը վերջին անգամ անցավ ննջասենյակով։
Նայեց մահճակալին, որտեղ քնել էր այդքան գիշեր, զգեստապահարանին, որտեղ իր հագուստները դեռ կախված էին, պատի լուսանկարներին, որոնք այժմ շրջանակված ստեր էին թվում։ Նա վերցրեց միայն մի քանի անհրաժեշտ հագուստ, որոշ անձնական փաստաթղթեր իր ու մոր լուսանկարը, որը մահացել էր 3 տարի առաջ։ Դա միակ բանն էր այդ բնակարանում, որ դեռ իրական արժեք ուներ իր համար։ Երբ դուրս եկան, Անահիտը կողպեց դուռը, բանալիները թողեց փոստարկղում։ Նա մտադիր չէր շուտով այնտեղ վերադառնալ։ Գուցե երբեք։ Վերադառնալով Նարինեի տուն, Տիգրանն անհամբեր սպասում էր։ Երբ Անահիտը տվեց ֆլեշ գրիչը, նա անմիջապես միացրեց այն իր նոութբուքին, սկսեց ուսումնասիրել բովանդակությունը։ Նրա դեմքն ավելի ու ավելի էր լրջանում, երբ նա բացում էր ֆայլը ֆայլի հետից։ Սա ոսկի է, Անահիտ, վերջապես ասաց նա։ Սա հենց այն է, ինչ մեզ պետք էր։ Այս ապացույցներով Արմանը չի կարող ոչինչ հերքել կամ նվազեցնել։ Վաղը իսկ բաժանման գործընթացը կսկսենք, ես կներառեմ պաշտպանական միջոցների գույքի արգելանքի պահանջ։ Անահիտը գլխով արեց, զգալով թեթության տխրության խառնուրդ։ Թեթություն, որովհետև վերջապես վերահսկում էր իրավիճակը, պայքարում էր իր իրավունքների համար։ Տխրություն, որովհետև դա նշանակում էր այն ամենի վերջնական ավարտը, ինչ նա երազել էր իր կյանքի համար, մի ամուսնության ավարտ, որին նա հավատացել էր, որ ամուր է ճշմարիտ։ Դատական բաժանման գործընթացը սկսվեց ապրիլի առաջին շաբաթում, բոլոր այն փաստաթղթերով, որոնք Անահիտն ու Տիգրանը հավաքել էին։ Հայցը ներառում էր ոչ միայն ամուսնության լուծումը, այլ գույքային պաշտպանության միջոցներ, ալիմենտ սպասվող երեխայի համար բարոյական վնասի փոխհատուցում, ամուսնական միջոցների յուրացման պատճառով։ Փաստաթուղթը 50 էջանոց էր, յուրաքանչյուր էջը մանրակրկիտ մանրամասնված ապացույցներով, ամսաթվերով, գումարներով, վկայություններով։ Երբ Արմանն իր գրասենյակում ստացավ դատական ծանուցումը, նրա արձագանքը հենց այն էր, ինչ Տիգրանը կանխատեսել էր։ Նա անմիջապես կապ հաստատեց իր սեփական իրավաբանների հետ, Երանի ամենաթանկ ազդեցիկ գրասենյակներից մեկի։ Բայց նույնիսկ իրենց տրամադրության տակ եղած ողջ փորձառությամբ ռեսուրսներով, Արմանի իրավաբանական թիմը բախվեց հիմնարար խնդրի, ապացույցներն անհերքելի էին։ Անահիտը Նարինեի տանն էր, երբ Տիգրանը եկավ առաջին դատական նիստի նորություններով։ Նա նստած էր հյուրասենյակի բազմոցին, փորն արդեն 35 շաբաթական, մեծ ու ծանր, թերթում էր մանկական դեկորի ամսագիր, առանց իրականում ուշադրություն դարձնելու։ Վերջին օրերին նա ջանք էր գործադրել կենտրոնանալու միայն երեխայի Նարինեի տանը պատրաստվող սենյակի, այն փոքրիկ էակի ժամանման նախապատրաստությունների վրա, որը շուտով լինելու էր իր գրկում։ Անահիտ, ասաց Տիգրանը, նստելով նրա կողքին, նորություններ ունեմ։ Արմանն ու իր իրավաբանները պատասխանել են հայցին։ Նրանք համաձայնություն են առաջարկում։ Անահիտը զարմացած բարձրացրեց աչքերը։ Համաձայնություն։ Արդեն։ Այո։ Նրանք գիտեն, որ չեն կարող հաղթել, եթե սա դատարան հասնի։ Ապացույցները շատ ամուր են։ Այնպես որ փորձում են բանակցությունների միջոցով նվազագույնի հասցնել վնասները։ Ինչ են առաջարկում, հարցրեց Անահիտը, հետաքրքրված, բայց նա կասկածամիտ։ Տիգրանը բացեց իր պայուսակը, հանեց մի փաստաթուղթ։ Նրանք առաջարկում են զույգի գույքի 50%-ը, ամսական 500,000 դրամ ալիմենտ, երեխայի համար 50 միլիոն դրամ, որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Անահիտը մի պահ լուռ մնաց, մշակելով տեղեկատվությունը։ 50 միլիոն դրամը շատ գումար էր թվում, բայց նա գիտեր, որ Արմանը շատ ավելին էր յուրացրել։ Միայն Լիլիթի համար գնաց բնակարանը 300 միլիոն էր արժեցել։ Իսկ Լիլիթի բնակարանի 300 միլիոնը, հարցրեց նա։ Նրանք պնդում են, որ դա գործնական ներդրում է եղել, որ Լիլիթը նրա ընկերություններից մեկի բաժնետերը, որ բնակարանը կորպորատիվ արտոնությունների փաթեթի մաս է։ Սուտ է, իհարկե, բայց նրանք կփորձեն դա ապացուցել, եթե դատարան գնանք։ Անահիտը զգաց, որ ծանոթ զայրույթը բարձրանում է կրծքում։ Այսինքն նա կարծում է, որ կարող է գնել իմ լռությունը։ Կարծում է, որ կարող է փող առաջարկել այս ամենը անհետացնել։ Ես կասեի, որ նա հուսահատված է, պատասխանեց Տիգրանը։ Եվ հուսահատված մարդիկ հապճեպ առաջարկներ են անում։ Իմ խորհուրդն է, որ դու մերժես այս առաջարկը։ Մենք կարող ենք շատ ավելին ստանալ ֆինանսական, իրական արդարության տեսանկյունից։ Մերժում եմ, առանց վարանելու, ասաց Անահիտը։ Ես չեմ ուզում նրա փողը, որը գնված է ստերով համաձայնություններով։ Ուզում եմ, որ նա վճարի իր արածի համար։
Ուզում եմ, որ բոլորն իմանան, թե իրականում ինչպիսի մարդ է նա։ Տիգրանը ժպտաց, փոքր, բայց հպարտ ժպիտով։ Հենց դա էի սպասում, որ կասես։ Կպատրաստենք մեր հակառաջարկը, կպատրաստվենք իսկական պայքարի։ Հաջորդ շաբաթների ընթացքում Անահիտը հայտնվեց մի աշխարհում, որը երբեք չէր ճանաչել, հայկական դատական համակարգի աշխարհում։ Հանդիպումներ իրավաբանների հետ, ֆինանսական փաստաթղթերի վերլուծություն, հարցազրույցներ վկաների հետ։ Գայանեն, տնային աշխատողը, որն օգնել էր Անահիտին հոսպիտալացման օրը, համաձայնեց վկայություն տալ։ Նա տարիների ընթացքում ականատես էր եղել Արմանի բազմաթիվ բացակայություններին, մշակված արդարացումներին, անընդհատ ուղղորություններին, որոնք այժմ իմաստ էին ստանում ճշմարտության լույսի ներքո։ Տիգրանը նա կարողացավ գտնել այլ մարդկանց, ովքեր տեսել էին Արմանին Լիլիթին միասին։ Ծաղկաձորի հյուրանոցի աշխատակից, որտեղ նրանք մի քանի անգամ մնացել էին։ Լիլիթի ընկերուհին, որը, բախվելով ապացույցներին իրավիճակի լրջությանը, որոշեց համագործակցել։ Յուրաքանչյուր վկայություն նոր շերտեր էր ավելացնում պատմությանը, կառուցելով ավելի ու ավելի ամուր գործ։ Բայց ոչ միայն Անահիտն էր հետաքննություն անցկացնում։ Արմանի թիմը նույնպես աշխատում էր, փորձելով գտնել բացթողումներ, փորձելով կառուցել մի պաշտպանություն, որը, եթե ոչ ապացուցեր նրա անմեղությունը, գոնե նվազեցներ նրա մեղքը։ Նրանք սկսեցին լուրեր տարածել, թե Անահիտը հուզականորեն անկայուն է, որ հղիությունն ազդել է նրա դատողության վրա, որ նա չափազանցնում է իրավիճակը։ Հենց Նարինեն էր, որ մի օր այդ նորությունները հասցրեց Անահիտին։ Մեր շրջապատում մարդիկ քո մասին բաներ են խոսում, ասաց նա, տեսանելիորեն անհանգստացած։ Ասում են, որ դու նյարդային խանգարում ունես, որ բաներ ես հորինում, որ վրեժխնդիր ես, քանի որ Արմանն ուզում է բաժանվել։ Անահիտը կրծքում սեղմոց զգաց։ Նա գիտեր, որ դա կարող է պատահել, որ Արմանը կփորձի վերահսկել պատմությունը, բայց լսել, որ դա իրականում տեղի է ունենում, ցավալի էր։ Թող խոսեն, ասաց Անահիտը, փորձելով ավելի վստահ հնչել, քան զգում էր։ Ճշմարտությունը դատարանում կբացահայտվի։ Ապացույցներն իրենց մասին են խոսում։ Բայց ներսում նա վիրավորված էր։ Վիրավորված իմանալով, որ մարդիկ, ում նա ընկեր էր համարում, կասկածում են իրեն, ընտրում են հավատալ Արմանի տարբերակին, առանց նույնիսկ հարցնելու իր կողմի պատմությունը։ Դա դավաճանությանս մեկ շերտ էր, մեկ ցուցադրություն, թե ինչպես կարող են փողն ու իշխանությունը շահարկել ընկալումները գնել հավատարմությունը։ Անահիտը հղիության 38-րդ շաբաթում էր, երբ գործն անսպասելի շրջադարձ կատարեց։ Տիգրանը տուն եկավ մի արտահայտությամբ, որը Անահիտը չէր կարողանում վերծանել, ինչ-որ բան ցնցվածի գոհունակի մեջ։ Անահիտ, նստիր, ասաց նա, նրա ձայնում միշտ ապողականություն կար, որն անմիջապես զգաստացրեց Անահիտին։ Ինչ է պատահել, հարցրեց նա, ձեռքն ինքնաբերաբար տանելով փորին, պաշտպանելով երեխային ցանկացած վատ նորությունից։ Մեր քննիչները մի բան են բացահայտել։ Մի մեծ բան։ Տիգրանը դադար տվեց, զգուշորեն ընտրելով բառերը։ Լիլիթը ոչ միայն Արմանի սիրուհին է։ Նա ամուսնացած է, կամ գոնե եղել է։ Անահիտը թարթեց, մշակելով տեղեկատվությունը։ Ամուսնացած։ Ո՞մ հետ։ Վանաձորցի մի գործարարի հետ։ Նրանք տեխնիկապես դեռ ամուսնացած են, թե նա այնտեղից հեռացել է 2.5 տարի առաջ։ Նրա ամուսինը նույնիսկ չգիտեր, թե որտեղ է նա։ Նա փնտրել է նրան, փորձել է կապ հաստատել, բայց նա պարզապես անհետացել է նրա կյանքից։ Բայց դա ինչ է նշանակում մեր գործի համար, հարցրեց Անահիտը, դեռ շփոթված դրա կարևորությունից։ Դա շատ բան է նշանակում, բացատրեց Տիգրանը, բացելով իր նոթբուքը, փաստաթղթեր ցույց տալով Անահիտին։ Առաջինը, բնակարանը, որը Արմանը գնել է նրա համար, կարող է իրավական բարդություններ ունենալ, քանի որ նա դեռ ամուսնացած է, նրա ամուսնության մեջ գույքի բաժանում չի եղել։ Երկրորդ, դա ամբողջությամբ փոխում է այն պատմությունը, որը Արմանը փորձում էր կառուցել, թե Լիլիթը օրինական գործընկեր է։ Եվ երրորդ, գուցե ամենակարևորը, նրա ամուսինը պատրաստ է վկայություն տալ։ Նա ուզում է իմանալ, թե ուր է գնացել այն գումարը, որն անհետացել է նրանց ընդհանուր հաշիվներից, նախքան նրա հեռանալը։ Անահիտը հակասական զգացմունքների ալիք զգաց։ Մի կողմից, մռայլ բավարարվածություն կար, իմանալով, որ Արմանը կապվել է մեկի հետ, որը նույնպես ունակ է ստելու շահարկելու։ Մյուս կողմից, տխրություն կար, հասկանալով, թե որքան խորն է այս խաբեությունների ցանցը։ Տիգրան, ես ուղղակի ուզում եմ, որ այս ամենը վերջանա, հոգնած ասաց Անահիտը։ Ես ուժասպառ եմ։ Ֆիզիկապես հուզականորեն ուժասպառ։
Իմ երեխան շուտով կծնվի, ես չեմ ուզում, որ նրա կյանքի առաջին օրերը նշանավորվեն այս ողջ դատական պայքարով։ Տիգրանը նստեց նրա կողքին, մխիթարական ձեռքը դնելով նրա ուսին։ Գիտեմ, Անահիտ։ Գիտեմ, որ դժվար է։ Բայց մենք մոտենում ենք ավարտին։ Այս նոր տեղեկություններով Արմանի թիմը ստիպված կլինի ամբողջությամբ վերանայել իր ռազմավարությունը։ Նրանք գիտեն, որ պարտվում են։ Եվ Տիգրանը ճիշտ էր։ 2 շաբաթ անց, երբ Անահիտն արդեն հղիության 40-րդ շաբաթում էր, անհամբեր սպասելով ծննդաբերության առաջին նշաններին, Արմանի իրավաբանները նորից կապ հաստատեցին։ Այս անգամ առաջարկը զգալիորեն տարբերվում էր։ Նրանք առաջարկում էին ամուսնական գույքի 65%-ը Անահիտին, ամսական 1,000,000 դրամ ալիմենտ երեխայի համար, գումարած 200 միլիոն դրամ, որպես բարոյական գույքային վնասների փոխհատուցում։ Բացի այդ, Արմանը կհրաժարվեր համատեղ խնամակալությունից, ընդունելով միայն հսկվող այցելությունների ռեժիմ, մինչ երեխան կդառնար 3 տարեկան։ Անահիտը հիվանդանոցում էր, երբ ստացավ նորությունը։ Նախորդ գիշեր սկսվել էր ծննդաբերությունը, այժմ 12 ժամ ավելի ու ավելի ուժեղացող։ Կծկումներից հետո նա ծննդաբերական սենյակում էր, շրջապատված Նարինեով, բժշկուհի Ավետիսյանով 2 բուժքույրերով։ Տիգրանը վազելով հասել էր հիվանդանոց, երբ իմացել էր ծննդաբերության մասին, հենց կծկումների մեջ ընկած ընդմիջմանը նա ցույց տվեց առաջարկը Անահիտին։ «Սա շատ լավ առաջարկ է, Անահիտ», ասաց նա, բռնելով նրա ձեռքը։ «Սա հավանաբար լավագույնն է, որ կստանանք առանց դատարան գնալու, ինչը կարող է ամիսներ կամ նույնիսկ տարիներ տել»։ Անահիտը նայեց փաստաթղթին, փորձելով կենտրոնանալ բառերի վրա, ցավի հոգնածության մշուշի միջով։ «Իսկ բնակարանը, որը նա գնել էր նրա համար», հարցրեց նա, ձայնը խռպոտ։ «Դա այն գույքի մասն է, որը կվաճառվի, կբաժանվի։ Լիլիթը ստիպված կլինի այնտեղից հեռանալ»։ Անահիտը փակեց աչքերը, խորը շնչելով, երբ մեկ այլ կծկում սկսվեց։ Երբ ցավն անցավ, նա նայեց Տիգրանին, գլխով արեց։ «Ընդունում եմ։ Ընդունում եմ, որպեսզի կարողանամ կենտրոնանալ իմ որդու վրա։ Որպեսզի կարողանամ նորից սկսել իմ կյանքը, առանց այս ստվերի իմ վրա»։ Տիգրանը ժպտաց, թեթացած, արագ հաղորդագրություն ուղարկեց Արմանի իրավաբաններին, հաստատելով ընդունումը։ 1 ժամից էլ քիչ անց, երբ Անահիտը վերջապես գրկում էր իր որդուն, 3,5 կիլոգրամանոց կատարյալ տղայի, մուգ, հետաքրքրասեր աչքերով, փաստաթղթերն արդեն պատրաստվում էին ստորագրման։ Անահիտը նայեց երեխայի դեմքին, այն փոքրիկ ու կատարյալ էակին, որը մեծացել էր իր ներսում այս բոլոր բուռն ամիսների ընթացքում, զգաց սիրո այնպիսի ուժեղ ալիք, որ շունչը կտրվեց։ Նա որոշել էր նրան անվանել Դավիթ, մի անուն, որը նշանակում էր սիրելի, որովհետև նա պետք է հավատար, որ մի ավելի մեծ ուժ է իրեն պահել այս ամենի միջով։ «Բար, սիրելիս», շշնջաց նա երեխային, արցունքներն ազատ հոսելով դեմքով։ «Ես քո մայրն եմ։ Եվ ես խոստանում եմ, որ միշտ կպաշտպանեմ քեզ։ Քեզ կտամ աշխարհի ողջ սերը։ Դու երբեք քեզ լքված կամ խաբված չես զգա։ Դու կմեծանաս, իմանալով, թե ինչ է ճշմարտությունը, ինչ է հավատարմությունը, ինչ է իսկական սերը»։ Նարինեն կանգնած էր մահճակալի կողքին, նույնպես լաց լինելով, լուսանկարելով այդ թանկարժեք պահը։ Տիգրանը մոտիկից դիտում էր, քնքշության պաշտպանության արտահայտությամբ դեմքին։ «Նա կատարյալ է, Անահիտ», ասաց Նարինեն, մեղմորեն շոյելով երեխայի գլուխը։ «Բացարձակապես կատարյալ»։ Արմանը խնդրել էր ներկա լինել ծննդաբերությանը, բայց Անահիտը մերժել էր։ Նա չէր ուզում, որ այդ պահը, իր կյանքի ամենակարևոր սուրբ պահերից մեկը, նշանավորվի մեկի ներկայությամբ, ով այդքան ցավ էր պատճառել։ Արմանը կարող էր ծանոթանալ որդու հետ հետո, վերահսկվող միջավայրում, բայց ոչ այնտեղ, ոչ այդ պահին։ Հաջորդ օրերը ինտենսիվ ուրախության խորը հոգնածության խառնուրդ էին։ Անահիտը սովորում էր մայր լինել, հաղթահարելով կրծքով կերակրման, տակտիրների փոխման, անքուն գիշերների մարտահրավերները։ Նարինեն ու Բրունոն անհավանական աջակցություն էին, օգնում էին ամեն ինչում, հոգ տանում Անահիտի մասին, մինչ նա ապաքինվում էր ծննդաբերությունից, հոգ տանում երեխայի մասին։ Հենց այդ գիշերներից մեկի ժամանակ, երբ Դավիթը 5 օրական էր, Անահիտն արթուն էր առավոտյան ժամը 3-ին, կերակրելով, նա վերջապես թույլ տվեց իրեն զգալ այն ամենը, ինչ ճնշել էր վերջին ամիսներին։ Արցունքները եկան ալիքներով, լուռ, որպեսզի չարթնացնեն երեխային, բայց ինտենսիվ մաքրող։ Նա լաց եղավ ամուսնության կորստի, դավաճանության, կյանքի կատարյալ պատկերի համար, որը փշրվել էր։
Բայց նա լաց եղավ թեթությունից, որովհետ վերջապես ազատ էր, որովհետ իր որդին գրկում էր, որովհետ ուներ ընտանիք, որն անվերապահորեն աջակցում էր իրեն։ Երբ լացն անցավ, Անահիտն իրեն տարօրինակ կերպով թեթ զգաց, կարծես ազատվել էր մի բեռից, որը ամիսներ շարունակ կրում էր։ Նա նայեց Դավիթին, որը հանգիստ կուրծք էր ուտում, աչքերը փակ, լիովին վստահելով մոր գրկին, ժպտաց. «Անկեղծ ժպիտ, առաջինը երկար ժամանակ անց։ Մենք լավ կլինենք», շշնջաց նա նրան։ «Ես ու դու, սիրելիս։ Մենք լավ կլինենք»։ Բաժանման համաձայնագիրը պաշտոնապես ստորագրվեց, երբ Դավիթը 2 շաբաթական էր։ Անահիտը գնաց նոտարական գրասենյակ, Տիգրանի ուղեկցությամբ Դավիթին տանելով մանկասայլակով։ Արմանն այնտեղ էր իր իրավաբանների հետ, տեսանելիորեն ավելի նիհար հոգնած, քան Անահիտը հիշում էր։ Երբ նա առաջին անգամ տեսավ երեխային, նրա արտահայտության մեջ ինչ-որ բան փոխվեց։ Այնտեղ զղջում կար, Անահիտը տեսնում էր, բայց նա հաշտվողականություն։ Նա գեղեցիկ է, մեղմորեն ասաց Արմանը, հարգալից հեռավորություն պահպանելով։ Կարող եմ… Անահիտը վարանեց, բայց հետո գլխով արեց։ Արմանը մոտեցավ մանկասայլակին, նայեց Դավիթին, որն արթուն էր, մանկական հետաքրքրասիրությամբ շուրջը նայելով։ Բար, Դավիթ, ասաց Արմանը, ձայնը խեղդված։ Ես քո հայրն եմ։ Գիտեմ, որ ամեն ինչ ճիշտ չեմ արել, գիտեմ, որ շատ սխալներ եմ գործել։ Բայց ուզում եմ, որ իմանաս, որ չնայած ամեն ինչին, ես միշտ քեզ կսիրեմ։ Անահիտը խառը զգացմունքներով դիտում էր տեսարանը։ Նրա մի մասը ցանկանում էր պաշտպանել Դավիթին այն մարդուց, որն այդքան տառապանք էր պատճառել։ Բայց մյուս մասը, այն մասը, որը դեռ հավատում էր երեխայի կյանքում հոր կարողությանը, ցանկանում էր Արմանին հնարավորություն տալ ավելի լավը լինելու, իր սխալներից սովորելու։ Դու կկարողանաս այցելել նրան, ասաց Անահիտը։ Այն պայմաններով, որոնք մենք սահմանել ենք։ Բայց Արման, եթե դու իսկապես սիրում ես այս երեխային, պետք է դա ապացուցես քո գործողություններով, ոչ միայն քո խոսքերով։ Արմանը գլխով արեց, զգուշորեն սրբելով աչքերը։ Կանեմ։ Ես խոստանում եմ, որ ավելի լավը կանեմ։ Փաստաթղթերի ստորագրումն արագ պաշտոնական էր։ Յուրաքանչյուր էջը ներկայացնում էր Անահիտի կյանքի մի գլխի պաշտոնական ավարտը, մյուսի սկիզբը։ Երբ ավարտեցին, Անահիտը տխրության թեթության խառնուրդ զգաց։ Տխրություն այն բանի համար, ինչ կարող էր լինել, երբեք չի լինի։ Թեթություն, որովհետև վերջապես փակում էր այդ դուռը։ Հաջորդ շաբաթների ընթացքում Անահիտը սկսեց վերակառուցել իր կյանքը։ Նա Դավիթը տեղափոխվեցին ավելի փոքր, բայց հարմարավետ բնակարան, Սարյան փողոցի մոտ։ Դա մի տարածք էր, որը նա ընտրել կահավորել էր ինքնուրույն, յուրաքանչյուր առարկա, յուրաքանչյուր գույն, յուրաքանչյուր կահույք արտացոլում էր, թե ով էր նա իրականում, ոչ թե ով էր կարծում, որ պետք է լինի Արմանի կյանքին համապատասխանելու համար։ Բաժանումից ստացված գումարի մի մասով Անահիտը բացեց իր սեփական ճարտարապետական ընկերությունը, կենտրոնանալով փոքր միջին բնակելի նախագծերի վրա։ Դա պրոֆեսիոնալ նոր սկիզբ էր, որը նա տարիներով հետաձգել էր, այժմ, վերջապես, պատրաստ էր զգում հետապնդելու իր սեփական երազանքները։ Գայանեն շարունակեց աշխատել նրա համար, այժմ որպես Դավիթի դայակ շաբաթը մի քանի անգամ, թույլ տալով Անահիտին ժամանակ ունենալ աշխատելու սկսելու վերականգնել իր պրոֆեսիոնալ ինքնությունը։ Նարինեն ու Տիգրանը մշտական ներկայություն էին, նվիրված քեռի մորաքույր, որոնք սիրում էին ժամանակ անցկացնել իրենց զարմիկի հետ։ Արմանը սկսեց հսկվող այցելությունները, երբ Դավիթը 2 ամսական էր։ Առաջինները լարված անհարմար էին, Արմանն ակնհայտորեն անհարմար էր զգում, երեխային գրկած չիմանալով, թե ինչպես շփվել այդքան փոքր փխրուն էակի հետ։ Բայց ժամանակի ընթացքում նա սովորեց։ Անահիտը հեռվից դիտում էր, միշտ ներկա լինելով այցելությունների ժամանակ, ինչպես պահանջում էր համաձայնագիրը, տեսնում էր, թե ինչպես է Արմանը աստիճանաբար փոխվում որդու ներկայությամբ։ Ինչ վերաբերում է Լիլիթին, Անահիտը Տիգրանի միջոցով իմացավ, որ նա Արմանը խզել են հարաբերությունները համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո։ Իրավական ճնշումը, սկանդալը, որը հանրային էր դարձել Երանի շրջանակներում, ստերի բեռը վերջապես քանդել էին այն, ինչ գոյություն ուներ նրանց մեջ։ Լիլիթը վերադարձել էր Վանաձոր, բախվելով ամուսնուն, որից երբեք չէր բաժանվել, իսկ Արմանը մնացել էր մենակ, կորցրած իր ընտանիքը, իր գաղտնի սիրավեպը։ Անահիտը դրանից հաճույք չէր զգում։ Իրականում, նա գրեթե ոչինչ չէր զգում Արմանի հանդեպ այժմ։ Զայրույթը ցրվել էր, փոխարինվելով գրեթե լիակատար անտարբերությամբ։
Նա իր որդու հայրն էր, դա պահանջում էր քաղաքակրթության համագործակցության հիմնական մակարդակ, բայց դրանից բացի նա այլևս իշխանություն չուներ նրա զգացմունքների կամ ընտրությունների վրա։ 1 տարի էր անցել Դավիթի ծնունդից, Անահիտը նստած էր իր ընկերության գրասենյակում, վերանայելով արաբկիրում բնակելի նախագծի գծագրերը, երբ հեռախոսը զանգեց։ Անծանոթ համար էր, բայց ինչ-որ բան ստիպեց նրան պատասխանել։ Ալո։ Անահիտ Սարգսյան։ Կանացի ձայն, քաղաքավարի, բայց նյարդային։ Այո, ես եմ։ Ո՞վ է խոսում։ Իմ անունը Կամիլա Ֆերեյան է։ Ես կյանքի ոչ ամսագրի լրագրող եմ, մենք հատուկ հոդված ենք պատրաստում այն կանանց մասին, ովքեր վերակառուցել են իրենց կյանքը դժվար իրավիճակներից հետո։ Ձեր անունը նշվել է մի քանի մարդկանց կողմից, մենք կցանկանայինք իմանալ, արդյոք կհետաքրքրվեիք ձեր պատմությունը պատմելով։ Անահիտը զգաց, որ սիրտը արագանում է։ Նրա պատմությունը դեռ համեմատաբար անձնական էր, հայտնի միայն մտերիմ ընկերներին ընտանիքին։ Այն հանրային դարձնելու, այդպես բացահայտվելու գաղափարը սարսափելի էր։ Ես չգիտեմ, վարանելով պատասխանեց Անահիտը։ Դա շատ անձնական իրավիճակ է։ Եվ ես իմ որդուն ունեմ մտածելու։ Չեմ ուզում, որ նա մեծանա համացանցում գտնի իր կյանքի մտերմիկ մանրամասները։ Լիովին հասկանում եմ ձեր անհանգստությունը, հարգալից ասաց Կամիլան։ Եվ մենք երաշխավորում ենք լիակատար վերահսկողություն այն բանի նկատմամբ, ինչ կհրապարակվի։ Դուք կարող եք վերանայել հոդվածը դուրս գալուց առաջ, կարող եք արգելել ցանկացած տեղեկություն, որը չափազանց անձնական եք համարում։ Գաղափարը ձեր անձնական կյանքը բացահայտելը չէ, այլ ոգեշնչել այլ կանանց, ովքեր կարող են նմանատիպ իրավիճակներում լինել։ Ցույց տալ, որ հնարավոր է նորից սկսել, որ հնարավոր է ուժ գտնել նույնիսկ ամենադժվար պահերին։ Անահիտը մտածեց այդ մասին։ Քանի անգամ էլ վերջին ամիսներին նա իրեն լիովին մենակ զգացել։ Քանի անգամ էր ցանկացել ունենալ մեկին, ում հետ խոսեր, մեկին, ով նման բանի միջով անցած լիներ, կարողանար ասել, որ մյուս կողմում լույս կա։ Գուցե իր պատմությունը կարող էր դա լինել մեկ այլ մարդու համար։ Թույլ տվեք մտածել այդ մասին, վերջապես ասաց Անահիտը։ Կարող եք ինձ ավելի շատ մանրամասներ ուղարկել էլեկտրոնային փոստով։ Ես կխոսեմ իմ ընտանիքի հետ, հետո ձեզ պատասխան կտամ։ Կամիլան շնորհակալություն հայտնեց, ուղարկեց տեղեկությունները։ Անահիտն անջատեց հեռախոսը, մնաց, նայելով գրասենյակի պատուհանից։ Դրսում Երանը շարունակում էր իր խելահեղ ռիթմը, միլիոնավոր մարդիկ ապրում էին իրենց կյանքով, յուրաքանչյուրը կրելով իր սեփական պատմությունները, իր սեփական ցավերը, իր սեփական հաղթանակները։ Այդ գիշեր Անահիտը խոսեց առաջարկի մասին Նարինեի Տիգրանի հետ, իր տանը ընթրիքի ժամանակ։ Դավիթը քնած էր կողքի սենյակի օրորոցում, 3 մեծահասակները նստած էին խոհանոցի սեղանի շուրջ, ուտելով այն տոլման, որը Նարինեն բերել էր։ Կարծում եմ պետք է անես, առանց վարանելու, ասաց Նարինեն։ Քո պատմությունը հզոր է, Անահիտ։ Դա քաջության, դիմացկունության պատմություն է։ Քանի կին կա դրսում, դժբախտ ամուսնությունների մեջ խաբված, բայց վախենում են առաջին քայլն անել, որովհետև չգիտեն, կկարողանան արդյոք մենակ գոյատել։ Նարինեն ճիշտ է, համաձայնեց Տիգրանը։ Եվ իրավական տեսանկյունից ոչ մի խնդիր չկա։ Գործընթացն ավարտված է, համաձայնագիրը կատարված է։ Դու լիակատար իրավունք ունես պատմելու պատմության քո տարբերակը։ Անահիտը մտածկոտ գծեց շուրթը։ Բայց ինչ կլինի Դավիթի հետ։ Իսկ երբ նա մեծանա, կարդա այս ամենի մասին, ինչպես նա իրեն կզգա, իմանալով, որ ողջ համացանցը կարող է մուտք գործել իր ծնողների բաժանման մանրամասներին։ Դավիթը մինույն է մեծանալու է, իմանալով ճշմարտությունը, քնքշորեն ասաց Նարինեն։ Հարցն այն է, դու ուզում ես, որ նա այդ ճշմարտությունը սովորի բամբասանքների, կիսաճշմարտությունների միջոցով, թե քո կողմից պատմված անկեղծ պատմության միջոցով, թե ինչպես է իր մայրը բավականաչափ ուժեղ եղել, պաշտպանելու նրան նոր կյանք սկսելու։ Անահիտը գիտեր, որ Նարինեն ճիշտ է։ Նա քնեց, մտածելով այդ մասին, առավոտյան, մինչ կերակրում էր Դավիթին դիտում բնակարանի պատուհանից ծագող առը, որոշում կայացրեց։ Նա կզանգահարեր Կամիլային, կհամաձայներ հարցազրույց տալ։ Հարցազրույցը տեղի ունեցավ 2 շաբաթ անց, հենց Անահիտի գրասենյակում։ Կամիլան եկավ լուսանկարչի ձայնագրիչի հետ, բայց նրա մոտեցումը քնքուշ հարգալից էր։
Նա զգույշ հարցեր էր տալիս, Անահիտին ժամանակ էր տալիս պատասխանների մասին մտածելու, երբեք չէր ճնշում, երբ Անահիտն ասում էր, որ որոշ մանրամասներ չափազանց անձնական են կիսվելու համար։ Անահիտը պատմեց դավաճանության բացահայտման, հուզական ցնցման մասին, որը նրան հասցրել էր հոսպիտալացման, հաջորդած իրավական պայքարի մասին։ Բայց նա խոսեց այն ուժի մասին, որը բացահայտել էր իր մեջ, ընտանիքի աջակցության մասին, այն մասին, թե ինչպես էր մայր դառնալը նրան նոր նպատակ տվել։ Նա խոսեց իր սեփական ընկերությունը բացելու, իր պրոֆեսիոնալ ինքնությունը վերականգնելու, նորից սովորելու, վստահել սեփական դատողությանը։ Գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ դավաճանությունը քեզ չի սահմանում, ասաց Անահիտը հարցազրույցի ընթացքում, նրա խոսքերը հոսում էին մի համոզմունքով, որից ինքն էլ էր զարմանում։ Այն սահմանում է նրան, ով դավաճանել է, ոչ թե նրան, ում դավաճանել են։ Եվ երբ դու դա հասկանում ես, երբ իսկապես յուրացնում ես դա, հենց այդ ժամանակ է սկսվում իսկական ապաքինումը։ Հոդվածը հրապարակվեց 1 ամիս անց, ամսագրի դեկտեմբերյան համարում, Անահիտի գեղեցիկ լուսանկարով գրասենյակում, Դավիթին գրկած, երկուսն էլ ժպտալով։ Վերնագիրն էր «Նոր կյանքի ճարտարապետություն. ինչպես Անահիտը ցավը վերածեց նոր սկզբի»։ Արձագանքն անմիջական ճնշող էր։ Անահիտի էլեկտրային փոստը լցվեց Հայաստանի տարբեր ծայրերից կանանց հաղորդագրություններով, որոնք կիսվում էին իրենց սեփական պատմություններով, շնորհակալություն հայտնում խոսելու քաջություն ունենալու համար, խորհուրդներ հարցնում, թե ինչպես անել առաջին քայլերը, թունավոր հարաբերություններից դուրս գալու համար։ Անահիտն անձամբ պատասխանեց յուրաքանչյուր հաղորդագրության։ Նա գիտեր, թե ինչ է նշանակում մենակ զգալ այդ ցավի մեջ, եթե իր խոսքերը կարող էին որևէ մխիթարություն, որևէ ուղղություն տալ մեկ այլ մարդու, նա ուզում էր դա անել։ Հենց այդ հաղորդագրություններից մեկի միջոցով Անահիտը ծանոթացավ Բեատրիսի հետ, հոգեբանի, որը մասնագիտացած էր դավաճանության հուզական բռնության հետ կապված տրավմաներ ունեցող կանանց թերապիայի մեջ։ Բեատրիսը կապ հաստատեց, առաջարկելով համագործակցություն։ Նա ցանկանում էր ստեղծել աջակցության խումբ, կարծում էր, որ Անահիտի պատմությունը կարող է օգնել այն տարածելու, խրախուսելու այլ կանանց մասնակցել։ Անահիտն անմիջապես համաձայնեց։ Խումբը սկսվեց ընդամենը 5 կանանցով, որոնք շաբաթական հանդիպում էին մի սենյակում, որը Բեատրիսը վարձում էր կենտրոնում։ Բայց մի քանի ամսում այն աճեց մինչ 20 մասնակից, բոլորը տարբեր պատմություններով, բայց բոլորը կիսում էին ընդհանուր փորձը վստահել մեկին, ով դավաճանել էր իրենց։ Այդ խմբին մասնակցելը փոխակերպող էր Անահիտի համար այնպես, ինչպես նա չէր սպասում։ Լսելով մյուս կանանց պատմությունները, հասկանալով, որ իր ցավը եզակի չէ, որ հազարավոր այլ մարդիկ անցնում են նույն զգացմունքների, նույն մարտահրավերների միջով, նրան ստիպեց ավելի քիչ մենակ զգալ։ Եվ միևնույն ժամանակ կարողանալով կիսվել իր սեփական ապաքինման ճանապարհով, կարողանալով ասել մյուս կանանց, որ այո, հնարավոր է նորից սկսել, հնարավոր է նորից երջանիկ լինել, Անահիտին տվեց մի նպատակի զգացում, որը գերազանցում էր աշխատանքն ու մայրությունը։ Մինչ Անահիտը ծաղկում էր պրոֆեսիոնալ անձնական առումով, Արմանը շատ տարբեր ճանապարհով էր գնում։ Նա փորձել էր վերականգնել իր սոցիալական պրոֆեսիոնալ կյանքը բաժանումից հետո, բայց պարզել էր, որ իր հեղինակությունն անդառնալիորեն վնասվել է։ Հաճախորդները սկսել էին կասկածի տակ դնել նրա ազնվությունը։ Գործընկերները հեռացել էին, անհանգստացած լինելով մեկի հետ կապ ունենալուց, ով հրապարակայնորեն բացահայտվել էր ամուսնական միջոցների յուրացման համար։ Ընկերները, որոնք նախկինում հիանում էին նրանով, այժմ խուսափում էին նրանից սոցիալական միջոցառումներին։ Արմանը սկսեց Դավիթին այցելել տեսանելիորեն ավելի նիհար, խորս շրջանակներով աչքերի տակ, այն ինքնավստահ մարդու ստվերը, որին Անահիտը ճանաչում էր։ Նա երբեք չէր հարցնում նրա անձնական կյանքի մասին, զրույցները սահմանափակելով միայն Դավիթի հետ կապված անհրաժեշտությամբ, բայց Տիգրանը, որը կապ էր պահպանում որոշ ընդհանուր ծանոթների հետ, երբեմն նորություններ էր բերում։ Նա այս ամիս 3 խոշոր պայմանագիր է կորցրել, մեկնաբանեց Տիգրանը մի օր, երբ նա Անահիտը սուրճ էին խմում նրա գրասենյակում։ Եվ լսել եմ, որ ստիպված է վաճառել ընկերությունը, կամ գոնե վաճառել իր մեծամասնական բաժնեմասը։ Մյուս գործընկերներն ուզում են նրան հեռացնել կառավարումից։ Անահիտը մի խայթոց զգաց, որը չէր կարողանում բացահայտել։ Դա բավարարվածություն չէր, ոչ էլ խղճահարություն։ Գուցե դա պարզապես այն գիտակցումն էր, որ գործողությունները հետանքներ ունեն, որ կյանքն իրերը հավասարակշռելուց ունի։ Իսկ Լիլիթը, հարցրեց Անահիտը, զարմանալով ինքն իրենից հետաքրքրասիրության համար։ Վերջին նորությունը, որ ունեմ, այն է, որ նա Վանաձորում է, փորձում է վերականգնել իր ամուսնությունը։ Նրա ամուսինը, ըստ երույթին, դեռ սիրում է նրան, չնայած ամեն ինչին, պատրաստ է նորից փորձել։
Անահիտը գլուխը թափահարեց, մտածելով, թե որքան տարօրինակ է կյանքը։ Ինքը, որը դավաճանված կինն էր, այժմ ծաղկում էր, կառուցում նոր կյանք, լի նպատակով, իմաստով։ Մինչդեռ Արմանն ու Լիլիթը, որոնք երջանկություն էին փնտրել դավաճանության խաբեության միջոցով, երկուսն էլ բախվում էին իրենց ստեղծածի փլատակներին։ Դավիթը 1.5 տարեկան էր, երբ Անահիտը ծանոթացավ Կարենի հետ։ Դա ճարտարապետական միջոցառման ժամանակ էր, Կաֆեսճյան արվեստի կենտրոնում կայուն դիզայնի ցուցահանդես։ Նա այնտեղ էր պրոֆեսիոնալ նպատակներով, վերլուծելով նորարարական նախագծեր, երբ բառացիորեն բախվեց մի բարձրահասակ տղամարդու, քունքերին ճերմակած մազերով մեղրագույն աչքերով։ Ներողություն, ասացին նրանք միաժամանակ, ծիծաղելով անհարմար պահից։ Ես չէի նայում, թե ուր եմ գնում, ասաց Անահիտը, ուղղելով պայուսակը, որը բախումից ընկել էր ուսից։ Ոչ էլ ես, պատասխանեց տղամարդը, ժպտալով։ Շատ էի կենտրոնացած այնտեղի կանաչ տանիքի նախագծի վրա։ Ես Կարեն Գորգյանն եմ, շինարար ինժեներ։ Անահիտ Սարգսյան, ճարտարապետ։ Նրանք սեղմեցին ձեռքերը, Անահիտը տարօրինակ էներգիա զգաց այդ հպումից, մի բան, որը նա երկար ժամանակ չէր զգացել։ Նրանք սկսեցին խոսել ցուցադրված նախագծերի մասին, զրույցը բնականon կերպով անցավ այլ թեմաների։ Աշխատանք, կյանք երանում, մասնագիտության մարտահրավերներ։ Երբ Անահիտը հասկացավ, արդեն 2 ժամ էր անցել, նա ավելի շատ էր ծիծաղում, քան ամիսներ շարունակ։ Կարենը 3 տարի ամուսնալուծված էր, ուներ 10 տարեկան որդի, որն ապրում էր նախկին կնոջ հետ, բայց ում նա պարբերաբար տեսնում էր։ Նա սկզբից ի վեր անկեղծ էր իր անցյալի մասին, այդ բացության, խաղերի կամ շահարկումների բացակայության մեջ թարմացնող մի բան կար։ Կցանկանայիք շարունակել այս զրույցը մեկ այլ անգամ, հարցրեց Կարենը, երբ միջոցառումն ավարտվում էր։ Գուցե մի բաժակ սուրճ կամ ընթրիք, եթե նախընտրում եք։ Անահիտը վարանեց։ Ոչ թե հետաքրքրության բացակայության պատճառով, այլ որովհետև որը տեսակի հարաբերություն սկսելու գաղափարը դեռ վախեցնում էր նրան։ Բայց հետո նա հիշեց այն խոսքերը, որոնք ասել էր աջակցության խմբի կանանց ընդամենը անցյալ շաբաթ։ Դուք չեք կարող թույլ տալ, որ նախկինում տեղի ունեցածի վախը խանգարի ձեզ ապրել այն, ինչ կարող է տեղի ունենալ հետո։ Մի բաժակ սուրճը հիանալի կլիներ, պատասխանեց նա, ժպտալով։ Անահիտի Կարենի մեջ զարգացած հարաբերությունները լիովին տարբերվում էին այն ամենից, ինչ նա ապրել էր Արմանի հետ։ Դրանք դանդաղ էին, զգույշ, հիմնված անկեղծության մշտական հաղորդակցության վրա։ Կարենը չէր շտապում, հարգում էր Անահիտի սահմանները, հասկանում էր, որ նա ապաքինման գործընթացում է ժամանակի կարիք ունի։ 6 ամիս պահանջվեց, մինչ Անահիտը պատրաստ զգաց Կարենին ներկայացնել Դավիթին։ Նա խոսել էր մանկական հոգեթերապևտի հետ, ցանկանալով ամեն ինչ ճիշտ անել, ցանկանալով ապահովել, որ Դավիթը չշփոթվի կամ անվստահ չզգա։ Առաջին հանդիպումը զբոսայգում էր, պատահական անկաշկանդ։ Կարենը բերել էր իր որդուն, Մաթոսին, երեխաները միասին խաղում էին, մինչ մեծահասակները զրուցում էին։ Դավիթը, որն այժմ 2 տարեկան էր, արդեն ամբողջական նախադասություններ էր խոսում, հետաքրքրված, բայց ոչ վախեցած էր թվում Կարենից։ Նա նրան հայրիկ չանվանեց, իհարկե, գիտեր, որ հայր ունի, որը պարբերաբար այցելում է իրեն։ Բայց նա ընդունեց Կարենին որպես դրական ներկայություն իր կյանքում, մեկին, ով ստիպում էր իր մայրիկին ժպտալ։ Արմանը, երբ իմացավ Կարենի մասին, արձագանքեց խանդով վրդովմունքով, բայց Անահիտը վճռական էր։ Նա իրավունք ուներ առաջ շարժվելու, երջանկություն գտնելու։ Եվ մինչ նա հարգում էր Արմանի դերը, որպես Դավիթի հայր, նրա անձնական կյանքն այլևս նրա գործը չէր։ Դավիթի ծնունդից 2 տարի անց Անահիտը լիովին այլ տեղում էր, քան սկսել էր։ Նրա ճարտարապետական գրասենյակն աճել էր, այժմ ուներ 3 աշխատակից անընդհատ ընդլայնվող հաճախորդների ցանկ։ Կանանց աջակցության խումբը դարձել էր պաշտոնապես գրանցված ոչ արտրային կազմակերպություն, որն առաջարկում էր ոչ միայն հուզական աջակցություն, այլ իրավական պրոֆեսիոնալ ուղղորդում բաժանման գործընթացում գտնվող կանանց։ Անահիտը ավելի մեծ բնակարան էր գնել Սարյան փողոցի մոտ, լրացուցիչ սենյակով, որն օգտագործում էր որպես տնային գրասենյակ, որտեղ Դավիթը կարող էր ունենալ իր սեփական խաղալիքների տարածքը։ Պատերը զարդարված էին նրա սիրելի նախագծերի ճարտարապետական գծագրերով, Դավիթի կյանքի տարբեր պահերի լուսանկարներով, իր Նարինեի ու Տիգրանի մեծ լուսանկարով, 3-ը գրկախառնված, ծիծաղելով։ Կարենն այժմ մշտական ներկայություն էր նրանց կյանքում, թե նրանք դեռ առանձին բնակարաններ էին պահպանում։ Անահիտը չէր շտապում նորից ամուսնանալ, եթե ընդհանրապես երբե ամուսնանար։
Նա սովորել էր, որ երջանկությունը կախված չէ վկայականից կամ սոցիալական կարգավիճակից։ Այն կախված է անկեղծությունից, փոխադարձ հարգանքից, անկեղծ սիրուց, ամեն օր առողջ բան կառուցելու ընտրությունից։ Մի շաբաթ երեկո, երբ Դավիթը քնած էր, Անահիտը հյուրասենյակում պատրաստում էր հաճախորդի համար շնորհանդես, նա թույլ տվեց իրեն մի պահ կանգ առնել, շուրջը նայել։ Բնակարանին, որը նա ընտրել կահավորել էր, կյանքին, որը նա կառուցել էր իր սեփական ձեռքերով, անկախությանը ուժին, որը նա նվաճել էր։ Նա վերցրեց հեռախոսը, բացեց լուսանկարների պատկերասրահը։ Այժմ հազարավոր լուսանկարներ կային, բայց նա գնաց դեպի ամենահները, դեպի այն լուսանկարները, որոնք արվել էին հիվանդանոցում Դավիթի ծննդյան օրը։ Նա նայեց այն Անահիտի դեմքին, լացից այտուցված աչքերով, հոգնածությունից ցավից նշմարված դեմքով, բայց նա իր որդուն պաշտպանելու կատաղի վճռականությամբ։ Մենք կարողացանք, շշնջաց Անահիտն իր այդ տարբերակին։ Տես, թե որտեղ ենք հիմա։ Մենք ոչ միայն գոյատեցինք։ Մենք ծաղկեցինք։ Ինչ վերաբերում է Արմանին, նա վերջապես որոշակի կայունություն էր գտել իր կյանքում։ Ոչ այլս որպես այն հզոր ազդեցիկ գործարար, որը եղել էր, այլ որպես խորհրդատու, որն աշխատում էր այլ ընկերությունների համար։ Նա շատ բան էր կորցրել, այո, բայց նա արժեքավոր դասեր էր քաղել ստերի դավաճանության գնի մասին։ Նրա այցելությունները Դավիթին դարձել էին ավելի հետողական, ավելի անկեղծ։ Նա փորձում էր, վերջապես, ներկա հայր լինել, թեկուզ սահմանափակ չափաբաժիններով։ Անահիտը նրան երբեք լիովին չներեց, հավանաբար երբեք չէր ների։ Բայց նա սովորել էր բաց թողնել զայրույթը, թույլ չտալ, որ վրդովմունքը թունավորի իր կյանքը։ Արմանը նրա անցյալի մի մասն էր, իր որդու հայրը, բայց այլս իշխանություն չուներ նրա զգացմունքների կամ ընտրությունների վրա։ Մի կիրակի օր Անահիտը զբոսայգում էր Դավիթի Կարենի հետ։ Դավիթը վազում էր սիզամարգով, աղավնիների հետից, ծիծաղելով այն անհոգ ձով, որը միայն երեխաներն են կարողանում։ Կարենը նստած էր Անահիտի կողքին նստարանին, բռնած նրա ձեռքը, երկուսով դիտում էին տղայի խաղը։ Դու խաղաղ ես թվում, մեկնաբանեց Կարենը, նայելով Անահիտին։ Անահիտը ժպտաց, սեղմելով նրա ձեռքը։ Ես այդպիսին եմ։ Ժամանակ պահանջվեց, շատ թերապիա, շատ լացի գիշերներ, շատ ուժ, որի մասին նույնիսկ չգիտեի, որ ունեմ։ Բայց այո, ես խաղաղ եմ։ Դու ամենաուժեղ մարդկանցից մեկն ես, ում երբե ճանաչել եմ, ասաց Կարենը, մեղմորեն համբուրելով նրա ճակատը։ Անահիտը նայեց Դավիթին, որն այժմ Կարենին տեր էր ցույց տալիս, խնդրելով, որ նա ասի, թե որ ծառից է։ Նա նայեց շրջապատող քաղաքին, Երանին, իր ողջ բարդությամբ, հնարավորություններով։ Նա նայեց իր սեփական կյանքին, այն ամենին, ինչ կորցրել էր, այն ամենին, ինչ ձեռք էր բերել։ Եվ հետո նա հասկացավ մի հիմնարար բան։ Արմանի դավաճանությունը չէր քանդել իր կյանքը։ Այն քանդել էր այն կյանքը, որը նա կարծում էր, թե ունի, մի կյանք, որը կառուցված էր ստերի կեղծ անվտանգության վրա։ Բայց այդ փլատակներից նա կառուցել էր շատ ավելի իսկական, շատ ավելի ամուր մի բան։ Նա կառուցել էր մի կյանք, որն իսկապես իրենն էր, հիմնված իր սեփական ընտրությունների, իր սեփական արժեքների, իր սեփական ուժի վրա։ Արը սկսում էր մայր մտնել Երանի վրա, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով։ Դավիթը վազելով վերադարձավ, նետվեց Անահիտի գիրկը, հուզված պատմելով այն բոլոր բաների մասին, որոնք բացահայտել էր զբոսայգում։ Անահիտը նրան ամուր գրկեց, շնչելով նրա մազերի բույրը, զգալով այդ փոքրիկ մարմնի թանկարժեք ծանրությունն իր վրա։ Մայրիկը քեզ շատ է սիրում, շշնջաց նա նրա ականջին։ Ես էլ քեզ եմ սիրում, մամ, պատասխանեց Դավիթը, այն պարզ խորը անկեղծությամբ, որը միայն երեխաներն ունեն։ Եվ այդ պահին իր որդու հետ գրկում, Կարենի հետ կողքին, իր սիրելի քաղաքի շրջապատում այն կյանքի հետ, որը նա քաջաբար վերակառուցել էր, իր արժ տարածվելով լի հնարավորություններով, Անահիտ Սարգսյանը վերջապես թույլ տվեց իրեն լիովին հավատալ նրան, ինչ միշտ ասում էր մյուս կանանց։ Հնարավոր է նորից սկսել, հնարավոր է ապաքինվել, հնարավոր է նորից երջանիկ լինել։ Ոչ այնպես, ինչպես նախկինում։ Ոչ այն միամտությամբ, կույր վստահությամբ, որը նա ուներ անցյալում։ Այլ շատ ավելի արժեքավոր մի բանով, գիտակցությամբ, ուժով, այն վստահությամբ, որ նա կարող է դիմակայել ցանկացած փոթորկի, որովհետև արդեն վերապրել էր դրանցից ամենավատը։ Մինչ նրանք վերադառնում էին մեքենային, Դավիթը ցատկոտում էր նրանց միջ, բռնած Անահիտի մի ձեռքից Կարենի մյուսից, Անահիտը նայեց մտնող երկնքին, լուր խոստում տվեց ինքն իրեն։ Նա այլս երբեք թույլ չէր տա, որ ինչ-որ մեկը սահմանի իր արժեքը։ Այլս երբեք իր երջանկությունը լիովին չէր դնի մեկ այլ մարդու ձեռքերում։
Այլս երբեք չէր անտեսի այն նշանները, որ ինչ-որ բան այն չէ։ Բայց նա նախ խոստացավ, որ երբեք չի դադարի հավատալ իսկական սիրուն, երբեք թույլ չի տա, որ անվստահությունը կաթվածահար անի իր այլ մարդկանց հետ կապվելու ունակությունը, երբեք թույլ չի տա, որ անցյալի ցավը թունավորի ներկայի ուրախությունները։ Նա սովորել էր ամենակարևոր դասը, որ իսկական ուժը ոչ թե երբեք չընկնելու մեջ է, այլ միշտ ոտքի կանգնելու։ Եվ Անահիտը ոտքի էր կանգնել։ Ոտքի էր կանգնել կառուցել մի կյանք, որով հպարտանում էր, մի կյանք, որն արժեր ապրել։ Եվ մինչ նա այդ գիշեր մեքենայով վերադառնում էր տուն, Դավիթը հետի նստատեղին երգում էր, իսկ Կարենը քաղցր հաղորդագրություն էր ուղարկում այն հրաշալի օրվա մասին, որը նրանք միասին անցկացրել էին, Անահիտը ժպտաց ինքն իրեն։ Որովհետև նա գիտեր, բացարձակ վստահությամբ, որ լավագույնը դեռ առջում է։ Որ յուրաքանչյուր օր նոր հնարավորություն է աճելու, սիրելու, կառուցելու։ Եվ նա պատրաստ էր ընդունելու այդ բոլոր հնարավորությունները բաց գրկով ապաքինված սրտով։ Անահիտի պատմությունը վրեժի կամ չարագործին հաղթելու մասին չէր։ Այն շատ ավելի խորը հզոր բանի մասին էր։ Այն մի կնոջ մասին էր, ով հրաժարվեց սահմանվել իր կրած դավաճանությամբ, ով ընտրեց ցավը վերածել աճի, արցունքները, ուժի, հուսահատությունը, վճռականության։ Այն մասին էր, թե ինչպես բացահայտել, որ իսկական երջանկությունը գալիս է ոչ թե ուրիշների աչքին կատարյալ կյանք ունենալուց, այլ սեփական աչքերում իսկական կյանք ունենալուց։ Եվ այդ օրվա վերջում, երբ Անահիտը Դավիթին քնեցրեց, համբուրեց նրա ճակատը բարի գիշեր մաղթեց, նա շուրջը նայեց բնակարանին, որն իր տունն էր, կառուցված իր սեփական աշխատանքով, զարդարված իր սեփական ընտրություններով, լցված անկեղծ ճշմարիտ սիրով։ Եվ վերջապես, տարիների մեջ առաջին անգամ նա զգաց, որ գտնվում է հենց այնտեղ, որտեղ պետք է լիներ։ Ոչ թե մի ճանապարհորդության վերջում, այլ մի կյանքի մեջտեղում, որը դեռ հազարավոր գլուխներ ուներ գրելու։ Եվ այս անգամ նա լինելու էր յուրաքանչյուր բառի հեղինակը, յուրաքանչյուր տեսարանի ստեղծողը, իր սեփական պատմության գլխավոր հերոսուհին։ Նոր սկիզբների, քաջության, ինքնասիրության մի ուժի պատմություն, որի մասին նա երբեք չգիտեր, որ ունի, մինչ որ ստիպված եղավ գտնել այն։ Եվ սա, գուցե, ամենագեղեցիկ դասն է, որ երբեմն պետք է կորցնել այն ամենը, ինչ կարծում էինք, թե մեզ պետք է, որպեսզի բացահայտենք այն ամենը, ինչ իրականում ունակ ենք լինելու։